Վերքերը վարկաններում կարողանալու ենք բուժել։ Զբաղվում եմ բոլոր այն բաներով, ինչով որ չի կարելի զբաղվել։ Կարողանում ենք ցողունային բջիջներից ականջ ստեղծել մկան մեջքի վրա։ Դուք հիմնել եք Եվրոպայի ամենամեծ բիոբանկը 25 միլիոն բիոնմուշով։ Պրոգնոզ ենք անում այդ մարդուն ծերացնում ենք։ Իրենք մինչև վերջ պայքարել էին վերակենդանացնելու համար իրենց մանեկենին։ Այդ ինչ բռնացրեցի։ Նորից սիրահարվել եք ձեր ամուսնուն։ Հա։ Իրականության մեջ ամեն ինչը քիմիա է։ Էմոցիաների հասվին մենք ինչքան ենք մեզ խաբում սովորացնեմ ոնց խաբեն։ Ցավը հենց նենց երևույթ չի, էլի մեր օրգանիզմը դրանով մեզ սիգնալ է ուղարկում, որ մի բան ինչի։ Կարող եք առաջադրել Նոբելյան մրցանակակիրների այս հնարավորությունը Հայաստանի համար որևէ կերպ դիտարկում եք, թե ոչ։ Ուզում ես որ ինձ ոչ մեկը չսիրի, չէ։ Ողջույն, 10.5 Talks-ը կրթական ոդկաստ է կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10.5 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10.5 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Ողջույն, այսօր իմ հյուրը միջազգային ճանաչում ունեցող բժիշկ, գիտնական Կարինե Սարգսյանն է եւ ապագայի բանականություն գրքի եւ մի շարք այլ գրքերի հեղինակ։ Ողջույն Կարինե։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Մի քիչ հոգնած եմ, բայց լավ է։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Առավոտյան 10:30-ին սովորաբար շրջայցը հիվանդանոցում վերջացած է լինում ու ես գալիս եմ սկսում եմ մտածել թե ինչ է կարևոր որ հանկարծ բաց չթողամ որևէ մի բան որևէ հիվանդի։ Իսկ երեկոյան 10:30-ին հա եւ այդ ինչ բռնացրեցի ուրեմն ես մոտավորապես ժամը 9-ից հետո սկսում եմ աշխատել բաների վրա, որոնք ինձ հետաքրքրում են, որտեղ ժամը 11-ից սկսում է իմ Եվրոպայի ոնց որ միտինգները ու 9-ից 10:30 զբաղվում եմ բոլոր այն բաներով, ինչով որ չի կարելի զբաղվել։ Օրինակ, ասենք օրվա մեջ 15 րոպե լենդ եմ թերթում։ Օրինակ դրանով եմ զբաղվում։ Այդ միակ ժամն է, որ ես ինձ թույլ եմ տալի, որ կարելի է ինչ-որ քաղցր ուտել։ Օրինակ, ասենք, ինչ-որ գրքերի վրա եմ աշխատում, որոնք իմ անունը չեն կրում, այլ ծածկանուն են կրում։ Այդ այն ինչ-որ չի կարելի, այդ չի կարելի ժամն է։ Այդ գրքերի մասին մենք 10:30-ի գինու երեկոյին առիթ ունեցել ենք խոսելու, բեսթսելերեր, չէ՞, դարձել։ Որի անունը այդպես էլ չասեցիք։ Հա, չկա։ Չի եղել տենց բան։ Լավ։ Դուք հիմնել եք Եվրոպայի ամենամեծ բիոբանկը 25 միլիոն բիոնմուշով եւ աշխարհի խոշորագույն բիոբանկերից մեկը։ Այ կպատմեք մի փոքր ինչ բիոնմուշներ կան այնտեղ եւ ինչ գործառույթ ունի առհասարակ բիոբանկը։ Եկեք մի քայլ հետ գնանք, էլի, այդ հնչումը աշխարհի ամենամեծը կամ ամենամեծերից մեկը, իմ կարծիքով ամենալավ բիոբանկը 0 նմուշով բիոբանկն է, որովհետև դա նշանակում է, որ դուք օգտագործել եք բոլոր նմուշները, որևէ ինֆորմացիա մարդկության համար կարևոր ինֆորմացիա ստեղծելու ու հիվանդությունների բուժման կամ դիագնոստիկային տանող գիտություն անելու վրա։ Այսինքն կուտակելը չեն կարող համեմատենք, անունը բանկ է, բայց ֆինանսների հետ չեն կարող համեմատենք։ Կուտակելը կարևոր չի, ինձ համար շատ կարևոր է, երբ որ ասում են Եվրոպայի ամենաաշխատող բիոբանկը, որովհետև այդ բիոբանկը չնայած 25 միլիոն
բիոնմուշ ունի, բայց այդ բիոբանկը տարեկան 1 միլիոնից ավել նմուշ օգտագործում է եւ 1 միլիոնից ավել նոր նմուշ հավաքում է, այսինքն դա ամենաշատ օգտագործվող բիոբանկերից մեկն է, ես դրանով եմ հպարտանում, ոչ թե իր չափերով։ Այդ կարևոր պահ է, էլի, որովհետև այդ բանկերը հիմնականում մենք բանկը պատկերացնում ենք կուտակելը կարևոր է, իսկ բիոբանկերի հարցում օգտագործելն է կարևոր, կուտակելը չի կարևոր։ Միանշանակ համաձայն եմ։ Մեր գործընկեր TCF Armenian մեկնարկել է իր թիմի համալրման հեղինակային Growth Formula ծրագիրը։ Այս անգամ արդեն AI բաղադրիչով։ 1.5 ամիս տևող այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ TCF Armenia-ի թիմին, աշխատել միջազգային շուկաների հետ, AI-ի հետ խոսել դույով եւ գտնվել պայծառ ու լուսավոր համագործակցող մարդկանց միջավայրում։ Մանրամասները կայքում կամ ընկերության Facebook-յան, LinkedIn-յան եւ Instagram-յան էջերում։ Ինչ գործառույթ ունի բիոբանկը ու ինչ բիոնմուշներ կան այնտեղ։ Ինքնաթիռում մի հատ շատ խելացի, շատ հաճելի կնոջ կողքերի նստած, ինքը ինձ հարցրեց, ինչ եք հավաքում, ու ես շատ վատ կատակ արեցի, կարելի այդ կատակը նորից անեմ։ Անեք։ Ասեցի փոքր կտորը ականջը։ Ուրեմն մարդկային բոլոր տեսակի նմուշ, որ դուք պատկերացնում եք, ասենք սկսում ենք նույնիսկ արցունքի, թքի եւ այլը, բայց ասենք մեծամասնությունը կազմում է բնականաբար արյուն ու արյան դերևատները, այսինքն սերում, պլազմա, ինչ որ բաֆիկոտ կամ ինչ որ լիմֆոցիտներ առանձին եւ այլը, նույնիսկ ասենք սպիտակուցները առանձին, լիպիդները առանձին, բայց նաեւ ամբողջ օրգանիզմից բիոնմուշներ, մասերի տեսքով մարմնի ամբողջական մասերի տեսքով, փոքրիկ նմուշներ են, բայց հյուսվածքների տեսքով, բայց օրինակ ունենք նաև մազերի հավաքածու, ունենք կաթնատամների հավաքածու, ասենք բոլոր տեսակի են ինչ որ մարդկային նմուշը, կարակ քրտինքի հավաքածու ունենք, քրտինքի հավաքածու։ Հա, որովհետև քրտինքով ու մազերով կարելի է ստրես դիագնոստիկա անել։ Կորտիզոլը պահպանվում է մազերի մեջ շատ երկար ժամանակ ու երկար, ասենք ամիսների ընթացքում կարելի է տեստերի միջոցով մարդու ստրեսի լեվելը չափել ու դա կարելի է հետո համեմատել, որովհետև այդ մազի աճման բանով կարողանում ես պատկերացնել այդ տեստերը ինչքանով են ճիշտ, որովհետև օրգանիզմում կորտիզոլի քանակը մազերի մեջ մնում է շատ երկար, նենց ոնց որ ասենք թունաքիմիկատներն են մնում, նարկոտիկներն են մնում երկար ժամանակ, հետո մազերի մեջից կարելի է դրանք հանել ու դիագնոստիկա անել նույն ձևով նաև կորտիզոլը, իսկ կորտիզոլը մեր ստրեսի հորմոնն է։ Ու ստրեսի բավականին հաճախ ցիտատ արած մի հատ large scale պուբլիկացիա ունեմ, որը հենց այդ մազերի մեջ ստրեսի որոշելու մասին է եղել։ Ագին ժամանակ առաջ մի 7 տարի առաջ, այսինքն նույնիսկ մազերի հավաքածու ունենք։ Մազերի հավաքածու ես էլ ունեմ տանը նոր հիշեցի, դպրոցական տարիքում դասընկերներիցս մի 7-8 հոգուց կտրտել պահել էի, չգիտես ինչի անվանական սիրունց կոչած թերթիկի վրա ունեմ։ Հետաքրքիր է, ու դեռ կա դա։ Այո, կարող եմ տրամադրել։ Երեխեքի համադրել ձեր բիոբանկը եւս 7 նմուշով։ Չէ, չենք կարա, բացատրեմ ինչի, որտեղ էթիկայի հարց կա։ Իրանք informed consent, այսինքն չեն ստորագրել, համաձայնագրի չեն ստորագրել, ոչ իրանք ծնողները հենց որ չեն կարա օգտագործենք դա գիտության մեջ, բայց եթե համաձայնեն իրանք, կարակ որ մյուս անգամ ամբողջ դասարանով նորից հավաքվեք, ես կարամ կորտիզոլի տեստ տամ, որոշեք ով էր ամենաստրես ունեցող աշակերտը ձեզանից։ Ընտիր։ Այդ լավ առիթ կլինի դասընկերներով հավաքվելու։ Իսկ այդ բիոնմուշներով ինչ արդյունքներ ունեք գրանցած, ես տեղյակ եմ նաև, որ քաղցկեղի կանխարգելման համար են չէ օգտագործվում բիոնմուշները, այստեղ ինչ որ առաջընթաց ունենք։
ախր շատ բարդ հարց եք տալի, բացատրեմ ինչի։ Երբ որ ամբողջ հիվանդությունների նոմենկլատուրան նայում ենք, որը բանը ԱՀԿ-ի կողմից անընդհատ թարմացվող նոմենկլատուրան է բոլոր դիագնոզների, դրա 40%-ից ավելը cancer-ը։ Այսինքն մի հիվանդություն չի։ Մենք ուռուցքաբանություն, ուռուցքներ ասում ենք, բայց դա մեր բժշկության 40%-ից ավելն է փաստորեն։ Ու իրանք այնքան տարբեր են մեկը մյուսից, թե իրանց պրոգնոզով, այսինքն թե ինչքան հնարավոր է որ մարդը հետ գա, հետ չգա դրանից, թե իրանց բուժմամբ, թե իրանց դիագնոստիկայով, ու նույնիսկ նույն օրգանի այնքան տարբեր տեսակի ուռուցքներ կան, որ բավականին դժվար է ասել, հա, բայց օրինակի համար կոնկրետ տեսակների մեջ բավականին հաջողություններ ունենք թե ավելի ճշգրիտ դիագնոստիկայի, թե այդ ճշգրիտ դիագնոստիկայի միջոցով ավելի ճշգրիտ բուժում ստեղծելու։ Նույնիսկ ասենք ժամանակին Եվրանյուսը մենք հայտնվել, որովհետև ինչ որ կոնկրետ երկու տեսակի համար շատ հարմար բաներ են գտել, նույնիսկ CNN-ում ենք հայտնվել, հիմա էլ այդ դիգիտալ երկվորյակներն ենք մարդկանց սարքում ու ինսիլիկո ենք որոշում, ինչը կօգնի, ինչը չի օգնի։ Այդ դրա մասին մի փոքր կպատմեք, այդ թվային երկվորյակ ասվածը որն է։ Թվային երկվորյակը։ Ու բժշկության մեջ դա ոնց է կիրառվում։ Թվային երկվորյակը բժշկության ասպարեզում մենք համարում ենք ինսիլիկոյում ստեղծած մարդը, այսինքն մենք ունենք հիվանդ XYZ, այդ հիվանդի կամ առողջ ու իրա բոլոր տվյալները, որով մենք երբևիցե ունենք կամ կարող ենք ստեղծել, բոլոր տվյալները վերծանում ենք, տրամադրում ենք մոդելի ու մոդելավորում ենք այդ մարդուն ինսիլիկո ու փորձում ենք ինչ բանը կօգնի, թե չի օգնի։ Պրոգնոզ ենք անում այդ մարդուն ծերացնում ենք, տեսնենք ինչ հիվանդություններ ձեռք կբերի։ Շատ հետաքրքիր է։ Նախապես տվյալները որ վերցնում եք, իրենց հետ համաձայնեցված են, չէ՞ լինում դրանք։ Առանց համաձայնագրի որևէ գիտություն շատ վաղուց չի արվում ամբողջ աշխարհում եւ փառք Աստծո։ Իսկ եթե հանկարծ արվում է, ուրեմն այդ մարդկանց դատ է հասնում։ Ու էլի փառք Աստծո։ Որովհետեւ, ասենք, ես ինքս թե Գրացի բիոբանկում, թե Սիդր-Սայնայի բիոբանկում ահագին նմուշներ ունեմ ու երբ որ պետքա նորից պատրաստեմ նմուշ տալու ես վերջերս նոր գործի եմ անցել Սիդր-Սայնայում, բանը Inflammatory Bowel Disease Institute-ի operational տնօրենն եմ ու ուզում էի ամբողջ ընթացքը ոնց երբ որ հիվանդը գալիս է, թե հիվանդի հետազոտության ընթացքը, թե իրան գիտության մեջ ներգրավելու ամբողջ ընթացքը հետևեմ։ Մի հատ հիվանդ էինք ընտրել, որը ինքը բժիշկ էր մասնագիտությամբ, ասենք հաստատ ինքը հակասի թույլ կտա։ Եկանք այդ մարդ ասեց, չէ, չեմ ուզում։ Բայց բոլորը արդեն պատրաստ էին, որ ես այդ ամբողջ ճղթան տեսնեմ։ Խելոք նստեցի, որպես control արուն տվեցի։ Ու հետևեցի ինքս իմ արյունը ոնց գնաց, ինչ արեցինք եւ այլը, այդ բոլոր էտապներով, բոլոր հարցաշարերով ամեն ինչով խելոք անցա։ Այտենց գիտության համար միանշանակ պատրաստ եմ, բայց եթե հանկարծ ես իմանամ, որ առանց իմ համաձայնության իմ նմուշներից որևէ մեկը օգտագործել է, հաստատ դատի կտամ։ Այո, էլ էի ուզում հարցնել, այդ 25 միլիոն բիոնմուշների հետ աշխատող մասնագետները ամեն դեպքում կողմնակալ ինչ-որ բաներ չունեն կամ այդ ամբողջը ոնց է վերահսկում, որ յուրաքանչյուր մարդու տվյալ ամեն դեպքում մեկտեղ կենտրոնացված է եւ այդ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը պիտի ապահովի։ Ուրեմն դեռ երկու լեվել կա, առաջի լեվելը դա բանն է, որ բոլոր տվյալները կոդավորված են։ Այսինքն անուն, ազգանուն եւ այլն։ Ուղղակի միջնորդավ, հա, բժիշկը չունի ուղիղ հասանելիություն տվյալ մարդու տվյալներին։ Հետ գնալու հնարավորություն ունենք, որովհետեւ գոյություն ունի այդպես բան հայերեն չեմ կարող ասեմ, անգլերեն incidental findings։
Այն ինչ որ չես սպասում, բայց կարող է հետազոտության մեջ գտնես, որը մարդու կյանքի ու առողջության համար կարևոր ինֆորմացիա լինի, ու պետք է լինի, որ դու հետ գաս այդ մարդուն ինֆորմացիա տաս, որ գնա օրինակի համար, այս ինչ բանը հետազոտի, դու ասենք որպես առողջ control եկել ես, բայց մենք դիագնոզենք թե տենց բաներ լինում են ու այդքան էլ բան չի, ասենք մի պրոմիլի մեջ է incidental findings-ը, որ այսինքն 1000-ից 1-ի մեջ գտնում ենք ու այդ 25 միլիոնի մեջ պատկերացնում ենք ինչքան շատ է, հա։ Ու դրա համար հետ գնալու ճանապարհը պարտադիր է։ Դրա համար ոչ թե լրիվ անոնիմիզացված է, այլ pseudonymizացված է, այսինքն պսևդոնիմներով են մարդիկ, համարներով են, բայց եթե մենք ուզում ենք հետ գնանք, բանը հատուկ էթիկական process-ներ կան, որով անցնում ենք, որ հետ են գնում ու իրանց բժիշկներն են իրանց պատմում, որ ինչ որ բան են գտել կոնկրետ հենց իրանց բուժող բժիշկները, բայց ասենք չեք կարա նայեք հարևանին գտնեք էլի ձեր, որովհետև ասենք ծննդյան թիվը տարիքով է փոխվում, տարի եւ այսքան ամիս, որովհետև նշանակություն ունի, թե ինչ տարիքում է այդ բիոնեմուշը վերցված կամ ինչ տարիքում է դիագնոզը դրված։ Դրանից կախված հա փոփոխություններ։ Ու այդ ամեն ինչը ծննդյան կամ էլ մենակ տարին ենք վերցնում, կամ տարին ու ամիսը, այսինքն ծննդյան օրը չի գրանցվում։ Հասցեները չենք վերցնում, չի գրանցվում, վերցնում ենք տարածաշրջանները, որտեղ եթե էկոլոգիական հետազոտությունները տարածաշրջանները կարևոր են։ Դրա համար ասենք ինչ որ տարածաշրջաններին ենք նայում, բայց ոչ թե կոնկրետ ասենք մարդու հասցեն։ Դրա համար անուն չկա, ազգանուն չկա։ Իհարկե մարդիկ կան, որոնց չես կարող բան անել, լրիվ անոնիմիզացիա անել կամ պսևդոնիմիզացիա անել, մանավանդ եթե էթնիկ բեքգրաունդը հետը գալիս է, օրինակ գրացում այդ դիագնոզների կոմպլեքսով յուրաքանչյուր իմ գոլեգան կիմանար, որ դա ես եմ։ Ասենք կան տենց եզակի դեպքեր կամ ունենք մի հոգի գրածը դե փոքր է 250,000 հոգի մոտավորապես ապրում են ու ունենք կոնկրետ մի տղա, որը սևամորթ էր ու կապույտ աչքերով, այսինքն բոլորս իրան ճանաչում էինք ու ինքը դիաբետ ուներ ու հաճախ գալիս էր, ասում էր ես ուզում եմ գիտությանը օգնեմ, բոլորս իրան գիտեինք, ասենք տենց եզակի դեպքերի իհարկե լինում են, որ ասենք մեր ունկնդիրները չասեն անոնիմիզացիա գոյություն չունի, մարդիկ կան, որ դժվար է ու այդ դեպքերում, երբ որ մենք large scale հետազոտություն ենք անում, այդ մարդկանց եթե բերում ենք անոնիմիզացիայի ու դրանը K, հա, ոնց որ իմանն է առաջի տառը, K anonymization-ի է, K-ը դա ինդիկատոր է, որը մինիմում պետք է հավասար լինի 2-ի, այսինքն այդ քո ամբողջ data set-ում գոնե մինիմում 2 իրար նման data set պետք է ունենաս, որ չկարողանան որոշեն, որ մեկը, հա, ու կամ K anonymization-ի ժամանակ հիմնական 3-4-5 մինիմումը 2-ն է։ Տենց ենք աշխատում, որ հանկարծ ու հանկարծ որևէ մեկի անձնական շահերին չբախվենք որևէ կերպ։ Շատ լավ։ Գրացի համալսարանի ձեր ուսանողները տեսա նաև մինչև կլինիկական դեպքերին առնչվելը մեծ պրակտիկա են անցնում սիմուլյատորների, մանեկենների վրա տարբեր փորձարկումներով ու ինձն էր շատ տպավորել, որ իրենք իրական հուզական ապրումներ են ունենում այդ սիմուլյատորների հետ աշխատելիս։ Ուզում եմ մի փոքր այդ մասին խոսենք, ամեն դեպքում մարդը տեխնիկայի կամ ապարատի հետ աշխատելիս ինչի հետևանքով է այդ հուզական կապը ունենում, որովհետև այնտեղ, եթե չեմ սխալվում, ունեցել էին ճակերտավոր մահվան գրանցում, հա, եւ իրենք մինչև վերջ պայքարել էին վերակենդանացնելու համար իրենց մանեկենին։ Այդ դեպքը շատ հետաքրքիր դեպք է, որովհետև այդ սիմուլյացիոն ցենտրը նոր էր բացվել։ Գրացի համալսարանը շատ ջահել համալսարան է, բժշկական համալսարանը, ֆակուլտետը եղել շատ երկար ժամանակ, այսինքն հին 2 Նոբելյան մրցանակակրով եւ այլնով, բայց առանձին համալսարան է դարձել 2004 թվականին։
չնայած որ sense ջահել համալսարան է, ասենք Շանհայ ռեյտինգով Գրացի համալսարանը վերջի տարիներին անդադ 50 young university-ների մեջ է լավագույնների աշխարհի, ասենք 30 քանիսներ վերջի տարում, ինչը որ այդ փոքր համալսարանի համար ընդամենը մի հատ քաղաքից որտեղ 250,000 բնակչություն է, դա բավականին լուրջ երևույթ է, էլի։ Ու այդ համալսարանը քանի որ նոր է, շատ շենքեր են նոր, լրիվ նորակառուցվում ու նաև սիմուլյացիոն կենտրոններ նոր ու սիմուլյացիոն կենտրոնների այդ նոր դեպքերից մեկում, որ երեխեքը սովոր չէին, ոնց որ գործիքների հետ աշխատել, ախր դա գործիք է, չէ՞։ Բայց այդ գործիքը դեմք ունի, ձայնագրած ձայն ունի, աչքերը թարթում է, շոշափում ես շատ մաշկին նման է, տաքա, անգամ տաքա, պուլս է զգում, այսինքն շատ սիմուլյացիոն կենտրոններ եմ տեսել ու մի քանի պրոյեկտների մեջ Երևանի պետական բժշկական համալսարանից եկել են մեր մոտ, գենետիկայի կենտրոնից մանավանդ եկել են մեր մոտ ու մեր ժողովուրդն է տեսած ժողովուրդ են էլի, բայց ասում են սիմուլյացիոն կենտրոնը, քանի որ նոր է, ինքը բավականին հզոր է ու երեխեքը լացեցին։ Երկու աղջիկ իրոք լացեցին, որ չէին կարողանում հետ բերեն հիվանդին, հասկանալի հուզմունք է ու հրաշք է, որ այդ հուզմունքը կա, որովհետև ես կարծում եմ, որ բժշկի մասնագիտության շատ մեծ մասը էմպաթիան է, հոգին է։ Ու ճիշտ է, բժիշկը իրան պետք է պաշտպանի էլ, բայց ամեն կորցրած հիվանդի հետ մի քիչ կորչում ես։ Դե հա։ Իսկ ի՞նչն է պատճառը, երբ որ մարդը կորցնում է էմպաթիան կամ ապրումակցման հնարավորությունը, մի հարցազրույց էի նայում, Piers Morgan-ը անգլիացի հաղորդավար սերիական մարդասպանի հետ դեմարտեմ զրուցում էր, ով ամուսնացած էր, ուներ կին, երեխա, բայց 35 կանանց էր սպանել, շատ լավ աշխատող ուղեղ ուներ, շատ հետաքրքիր մտածողություն ուներ, բայց չուներ էմպաթիա։ Որտեղ է այդ կապը կտրվում ուղեղում ու ինչն է լինում պատճառը։ Լավ, այ Միքայել հետ գնանք։ Ես նաև հոգեբանության կրթություն ունեմ, նաև հոգեբան եմ, համալսարան հոգեբանություն եմ ավարտել ու կարայի դրա մասին լեկցիա կարդամ։ Եկեք։ Բայց չեմ ուզում, ինչի։ Այ հենց հիմա պայուսակից մեջ մի հատ գիրք կա Memory Illusion, այդ գիրքը թե մենք մեր հիշողություններով էմոցիաների հասվին մենք ինչքան ենք մեզ խաբում, ինչ որ երևույթները սիրունացնում ենք, ինչ որ երևույթները փչացնում ենք, ավելի վատացնում ենք ու մեզ թվում է որ դա 100% տենց է եղել։ Բայց իրականությունում շատ ավելի ուրիշ ձևի է եղել, մենք ամեն ինչը նայում ենք մեր հոգեբանության պրիզմայի միջոցով։ Իսկ եթե մարդը ինչ որ տրավմատիկ պրիզմա ունի, իր պրիզման փչացած է, ինչ որ մի պահի լույսը այդ մեջով չի անցնում։ Ապրումակցումը այդ լույսն է։ Իսկ հույզերից խոսեցինք, ինձ հետաքրքիր է նաև ուղեղի աշխատանքի վրա ինչպես է ազդում երջանկությունը եւ տխրությունը։ Երբ մարդն իրեն երջանիկ է զգում եւ երբ տխուր է զգում, որևէ բան փոխվում է ուղեղում։ Դե բնականաբար մենք ապրում ենք էմոցիաների միջոցով ու էմոցիաներն էլ լրիվ քիմիական նյութերի հաշվին առաջացած երևույթներ են, ամեն ինչը լիբերիններ ու ստատիններ են, ամեն ինչը մեր հորմոններն են, մեր սերոտոնինն եւ այլը, մեր ասենք սերոտոնինը համարվում է երջանկության հորմոնը, ճիշտն ասած մի քանի օր առաջ վզիցս կախած էր սերոտոնինի բանը, ֆորմուլան, նույնիսկ այտենց զարդեր ունեմ, որոնց վրա ուրախանում եմ, ասենք կամ դոպամինը, սերոտոնինը, որոնք մեզ ասենք երջանկացնում են, բայց իրականության մեջ ամեն ինչը քիմիա է։ Հետ են գալիս ամեն ինչը քիմիա է, բայց ուղեղի աշխատանքը ինքը անընդմեջ է։ Երբ որ դուք հարցնում եք ուղեղի աշխատանք, ինչի նկատի ունեք, որովհետև երբ որ մենք շնչում ենք, դա էլ է ուղեղի աշխատանք։
երբ որ մենք քնած ենք, մեր ուղեղը միևնույնն է աշխատում, երբ որ մենք մեր մատերը այսպես շարժում ենք, էլի ուղեղի աշխատանք է։ Դուք ի նկատի ունեք ուղեղի տրամաբանական աշխատանք, ի նկատի ունեք սովորելու ունակություն, ի նկատի ունեք կարեկցելու ունակություն, երբ որ դուք ճշտեք ձեր հարցը, ես ձեզ կարամ պատասխանեմ, որովհետև դրանց տարբեր բաների վրա մեր հույզերը տարբեր ձևով են ազդում։ Եկեք սովորելու մասին խոսենք, սովորելու վրա որքանով են ազդում այդ հուզական փոփոխությունները։ Հուզական փոփոխությունները, եթե կտրուկ են, սովորելու ունակությունը նույնպես կարա կտրուկ կամ բարձրանա, կամ կտրուկ իջնի։ Անկախ նրանից, թե ոնց է մարդը դրա դիմակայում ու ոնց է իր coping մեխանիզմը, հա, որովհետև մենք տարբեր մարդիկ տարբեր coping մեխանիզմներ ունեն։ Եթե ես շատ ճնշված եմ, իմ coping մեխանիզմը պայքարելն է։ Մարդիկ կան, որ իրանց coping մեխանիզմը նստել ու լացելն է ու ոչինչ չանելը։ Ու դրանից կախված նաև փոխվում է մարդու վերաբերմունքը սովորելու նկատմամբ ու ընկալունակությունը սովորելու նկատմամբ։ Ասենք կապ չունի ես շատ տխուր եմ, եթե դա կտրուկ է, թե շատ ուրախ եմ, կոնկրետ իմ դեպքում ես ուրախանում եմ, դրա համար դեռ ուսանող եմ, նույն համալսարանում համ պրոֆեսոր եմ, համ ուսանող։ Մենեջմենտի ուսանող եմ, բայց օրինակ իմ աշխարհի խնդիրների հետ coping մեխանիզմը, այսինքն հարմոնիայի հետ գալու մեխանիզմը սովորելն է։ Այդ այնքան լավ բան եք ասում, որտեվ տարածված կարծրատիպ կա, չէ, որ սովորում են, ավարտում են։ Բայց այդ սովորելը ամբողջ կյանքի ընթացքում է, մենակ դպրոցը ավարտելով կամ համալսարանը ավարտելով չի։ Դու ամբողջ կյանքի ընթացքում մշտապես սովորում ես ու այդ սովորելը երևի թե քո կյանքի ավարտի հետ նոր կավարտվի։ Եթե մի օր անցնում է ու ես մի նոր բան չեմ սովորած լինում, քունս չի տանում։ Ու ես չեմ կարող պատկերացնել ոնց կարելի է չսովորել։ Իսկ ոնց եք հասկանում, որ սովորեցիք։ Այ այդ նկատելն էլ չէ, շատ կարևոր է։ Սենց մի փոքր բան, որ սենց թեթև ահա էֆեկտ առնում, արդեն իմ օրը փրկված է։ Արդեն իմ օրը փրկված է, որովհետև վայ մի նոր բան իմացա։ Ու TED-ից խոսեցինք, իմ TEDx-երից մեկի ժամանակ կակրաս ծաղկունքներ ինձ թվում է։ Իմ տված իդեաներից մեկը learn a new thing every day, այսինքն ամեն օր մի նոր բան սովորեք, որովհետև առանց դրա շատ բարդ է լինելու, մանավանդ եթե հետ գանք սովորելուն, այ ինչքան բան է փոխվել, չէ, սրանից 1000 միլիոն տարի առաջ, ասենք, շատ ճոխ ասեցի, բայց ասենք եթե հետ գնանք, չգիտեմ, 1300 թիվը, 900 թիվը եւ այլն, ու հիշենք դպրոցները ոնց են եղել մի ուսուցիչ, դեմ դիմաց նստած աշակերտներ ու ուսուցիչը խոսել։ Այսօր մեր համալսարանները, դպրոցները եւ ամեն ինչը այդ նույն տեսքն ունեն, ոչ մի բան չի փոխվել։ Քաղաքները փոխվել են, ճանապարհները փոխվել են, հիվանդանոցները փոխվել են, ագրոկուլտուրան փոխվել է, կոմունիկացիան ամեն ինչը, շորերը փոխվել են, տենց բան չկա, որ չի փոխվել։ Միակ երևույթը, որ չի փոխվել, մեկը խոսում է, մյուսները լսում են։ Համարում եմ, որ շատ տխուր է։ Իսկ ինչ այլընտրանք եք առաջարկում որպես փոփոխություն։ Ես կարծում եմ, որ շատ շուտով ելնելու է personalized studying, այսինքն ոնց է որ անհատականացված կրթությունը ալնելու ու մենք մարդկանց կարծիքի մանիպուլյացիայի համար հիմնականում հիմա այդ անհատականացված տեխնոլոգիաները օգտագործվում, որ այդ կարճ ինչ-որ վիդեոներով մի րոպեանոց, ու այդ էլ է պրոբլեմատիկ, որովհետև ես տեսնում եմ ուսանողների մոտ ֆոկուսի գաղափարը բավականին պակասել է, որովհետև սովորեն մի րոպեից ոչ ավել բաներ նայելու։ Կարճ դոպամին ստանան, անցնեն առաջ։ Ու ասենք
այդ եթե մի րոպե է ուշադրության ինտերվալը թող լինեն դրանք սովորելու Բայց կա հետազոտություն այդ ռիլերից կարճ նյութերից արդյոք գիտելիք իսկապես մնում է նայելուց հետո թե այդ պահին հետո շատ բան ենք մենք նայում emotional anchoring-ը նայած ինչքան է այդ էլ anchoring խարիսխել օ ինչ հայր եմ բարեշեցի ուրեմն emotional թե ինչքան խորն է մնում մարդու մոտ մեր սովորել եմ ահագին դրա հետ էլա կապված ու կապված է նաև կրկնության հետ եթե տարբեր ձևերով նույն ինֆորմացիան մի քանի անգամ կրկնում ես կարճ մնում է Ես վերջերս հենց ուսումնասիրում էի, որ հիշողության ամրացման այդ 4 ձևերից երկուսը ասացիք, մեկը կրկնություններ, մյուսը այդ էմոցիոնալ ռեզոնանսը կամ շատ ուրախ կամ շատ տխուր բաներ պիտի լինեն, մեկը նորարարություններ, այն մյուսը չեմ հիշում ինչներ, կարծեմ ուրիշներին այդ ամեն ինչը վերապատմելներ, բայց դա այդ ոնց որ էլի կրկնությունները հենց վերապատմելը կամ բան բացատրելը, փորձի բացատրես ինչ լսեցիր, ինչ իմացար, փորձի բացատրես, հա։ Ու այսինքն կարևոր է լինելու, էլի որ մեր որպիսի հաճույքով ես գիկ եմ եղել, ես հաճույքով եմ դպրոց գնացել Ես հաճույքով եմ գնացել սկզբից համալսարան, չնայած ցուրտ, մութ, վառարան եւ այլը, բայց հաճույքով եմ եղել, ես հաճույքով եմ սովորել։ Երևանում ու Վանաձորում եք, չէ՞, դպրոց ու համալսարան սկզբում Վանաձորում դպրոց, Երևանում համալսարան, հա։ Առաջի երկու համալսարանը Վանաձորում Երևանում եմ ավարտել։ Այնց հետո մի քանիսն էլ, բայց այդ ոչինչ։ Հա, համենայն դեպս այսօր օրինակ ես ասում եմ ես ուսանող եմ կամ պրոֆեսոր եմ իմ դասասենյակը որում ես դաս եմ տալիս կամ դաս եմ լսում իրոք ոչ մի բանով չի տարբերվում ասենք սրանից մի 800-900 հազար տարի առաջվա դասասենյակի Բայց հետաքրքիր է ինչն է պատճառը, որ պահել ենք այդ մոտեցումը։ Դժվար թե միակ աշխատող մոդելն է դրա համար։ Ես թեորիա ունեմ, բայց չեմ ուզում ասեմ, լավը չի։ Դրական չի։ Ինդուստրիալ ռևոլյուցիայի ընթացքում այդ դպրոցները ավելի շատ ֆիքսեցին, ավելի ձգեցին, բարձրացրեցին այդ նստարանները, տեղը ավելի նեղացրեցին եւ այլն, ու մարդկանց ու ավելի քիփացրեցին, ավելի շատ երեխեք խցկեցին դասարան։ Ինչի, որովհետեւ դա նմանվում էր բանի, այն գործարանների, այն որ ամեքը մի բանը պատտում էին, որ ամբողջ ապրանքը հավաքվի, որ մտածել պետք չէ։ Ու ոնց որ երեխեքին պատրաստում ես շտամպով ստանդարտիզացված այդ գործերը անելու ստանդարտիզացնում ես դրա համար նաև ասենք երբ որ ես ջահելների հետ աշխատում եմ խորհուրդ եմ տալիս մեկ հարցնի երեխեքին թե ինչ են իրանք ուզում դառնան կամ ինչ են իրանք երազում դառնան հարցրեք ինչ խնդիրներ մի խնդրեմ չէ խնդիրներ կուզենայիք այս աշխարհի համար լուծել որովհետև էլ հնարավոր չի կանխատեսել նախ ինչ պետք է դառնալ որովհետև մասնագիտություններ կան այսօր որ առաջ չկային նույնիսկ կանոնները հորինված չէին ու խնդիր լուծելը իմ կարծիքով մարդու առաքելությունն է ավելի շուտ քան թե ասենք կրթությունը կոնկրետ չեմ ուզում արժեզրկեմ դիպլոմ գաղափարը ինձ հանկարծ սխալ չհասկանան մեր ունկնդիրները բայց կարևոր է որ մարդը մտածել իմանա ու իմանա թե ինչի համար է ինքը մտածում դա շատ կարևոր է եւ որ ես պատմում եմ թե քանի անգամ քանի բան եմ սովորել այս պահին ես մենեջմենտ եմ սովորում ուսանող եմ մենեջմենտի ուսանող եմ ու
նենց չի, որ ես management չգիտեմ, իմ ասենք ես նոր եւս մի աշխատանք ավելին 380 հոգի աշխատում այդ ինստիտուտում տնօրեն եմ։ Այսինքն ես գիտեմ management-ը ինչ է, բայց գոյություն ունի innovation management, որը ավելի ունիկալ բան է, ես դա դաս էի տալիս ու մի պահի հասկացա, որ դա ինձ հետաքրքրում է, ուզում եմ այդ ուղղությամբ գիտությամբ զբաղվեմ ու հիմա սովորում եմ, որ գիտությամբ զբաղվեմ նաև այդ ուղղությամբ։ Ու հետաքրքիր է ինչա, որ այդ որ մոտենում ես դրան, հասնում ես ինչ որ մի պահի, որ զգում ես, որ հետաքրքիր չի էլ։ Որպես ուսանող անջատվում ես։ Ու դա ինձ սովորացնում է, թե ես իմ ուսանողների հետ ոնց աշխատեմ, որ իմ պատմածից չանջատվեմ։ Ու երբ որ դիրքերը փոխում ես, հաճախ դա ահագին օգնում է, երբ որ անդադ նոր բան ես սովորում, դա ահագին օգնում է ու կոմենտ էին գրել իմ այդ պատմությանը, թե քանի աշխատանք եմ փոխել, ու գրել են ինչ արել, որ իր կյանքում ոչ միտեղ չի նստել տեղը։ Միտեղից մի բան, միտեղից մի բան, միտեղից մի բան, ոչ միտեղ չի երկարել, ուրեմն յոլա չի գնում։ Ունենց հետաքրքիր է, որ ճիշտ չի, ես իմ բոլոր հին աշխատանքների ու գոլեգաների հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ։ Հիմա ասենք գրացի համալսարանում դեռ 10% աշխատում եմ, գրացի համալսարանը ինձ բաց չի թողել։ Ու ընդամենը շաբաթ ու կես առաջ ընդեղ էի դաս էի տալի։ Ու ընդեղի TEDx-ի բանն էի, մոդերատորն էի նաև հաճույքով եմ կապված իմ բոլոր նախկին աշխատանքների հետ ու հաճույքով գումարում եմ այդ ամեն ինչը իրար մեջ, որովհետև թունելային այդ տեսողությունը չի զարգանում, որ ասենք բժշկության մեջ ինչ որ մի բան կա, մանավանդ զարգացած երկրների բժշկության մեջ, որ էլի ինչ որ ինտերվյուի ասել եմ կկրկնեմ, բայց շատ լավ օրինակ է, որ ձախ ձեռքի բուդմատի վիրաբուժը այդ ձեռքի բուդմատը չի վիրահատում, որտեվ ինքը այս մեկի մասնագետն է, այս մեկինը չի։ Ու շատ սխալ եմ համարում, որովհետև բժշկությունը կոմպլեքս է, բայց կյանքն է կոմպլեքս, մենակ բժշկությունը չի։ Օրինակ էկոլոգիա չիմանալով բժշկություն չես կարող անել, որտեվ պետք է էկոլոգիա իմանաս, պետք է հոգեբանություն իմանաս, պետք է բիոքիմիա իմանաս, պետք է մոլեկուլյար բիոլոգիա իմանաս, ու տենց էլի շատ բաներ այսօր էլ չեմ ասում, որ ֆիզիկա, քիմիա, ասենք բոլոր դիագնոստիկ հնարավորությունները պետք է իմանաս, պատկերացնես եւ այլը, ու ոնց կարաս մենակ այսենց ինչ որ մի ուղղությամբ դրա համար պետքա անընդհատ նոր բան սովորել ու որ ասենք խորտ տամ չէ, սովորելը չի վերջանում, որ պահին որ ոչ մի բան չես սովորում, կյանքը վերջանում է։ Հաստատ։ Այդ որ ասեցիք, բանը հիշեցի, Ծաղիկներ Էլջերնոնի համար գիրք կա, այդ վերնագրով, որտեղ բժշկական միջամտությամբ ցածր IQ ունեցող հերոսի IQ-ն բարձրացնում են ու ինքը սկզբում չի ունենում ընկերներ, բոլորը իրեն ձեռն առնում, չեն շփվում իր հետ ու տեղի է ունենում հակառակ process-ը։ IQ-ն երբ բարձրանում է, սկսում է տեսնել, թե իր բժիշկները ինչ սահմանափակ հայացքով են ուսումնասիրություն կատարում իր եւ այդ Էլջերնն անունով մկան վրա։ Զարմանում է, թե ոնց այս միջուղը առանց ուսումնասիրելու այս եզրահանգմանն են եկել, այդ նույն բազմաշերտության մեջ հասկանում է, որ մի հայացքի տակ այդ թունելային հայացքով հնարավոր չի ուղղակի նոր ճշմարտություններ կամ հետազոտություններ անել, ու էլի մնում է մենակ։ Տեսարի մեզ օրը փրկեցիր, այսօր մի հատ նոր բան սովորեցի, այդ գիրքը չեմ կարդացել, կգնամ կկարդամ։ Անպայման, արդեն ֆիքսեցի։ Շատ լավն է, ֆիլմն էլ կա, ֆիլմն էլ ահագին հաջող է, բայց գիրքը շատ լավն է։ Հատկապես առաջին դեմքով է գրված, այդ ցածր IQ ունեցող տղայի բառապաշարով, հետո ոնց է ինքը աճում, բառապաշարն էլ իր հետ։ Հետաքրքիր է, դե ֆանտաստիկա է բնականաբար, բայց որովհետև այս բայդրությամբ դա այդքան էլ հնարավոր չի, չնայած թեորիաներ կան,
բայց հաստատված չեն այդ թեորիաները, բայց ունիկալ է, որովհետև ասենք intellectual quality-ն մենք չենք կարողանում մինչև վերջ սահմանենք։ Այդ սահմանումը շատ sense մահացուցիկ սահմանում է, էլի, ու intelligence-ն էլ հենց այդ ձևով չեն կարողանում սահմանենք մինչև վերջ։ Չնայած կան սահմանումներ, շատ սահմանումներ կան, բայց մի պահ գերմանալեզու Վիկիպեդիայում գրած էր, որ բայց մենք չգիտենք, թե intelligence-ը ինչ է, հա։ Դրա համար չգիտենք, դրա համար էլ չգիտենք, թե արհեստական բանականությունը ինչ է։ Ու ես դրան լավ եմ մոտենում, համենայն դեպս ընկերներ ունենալ կամ չունենալը, դա արդեն էմոցիոնալ բանականություն է ու ոչ թե ինտելեկտուալ բանականություն, դրանք շատ տարբեր բաներ են։ Ասում եմ մարդիկ աշխատանքի են ընդունվում IQ-ով եւ աշխատանքից ազատվում են EQ-ի բացակայության պատճառով։ Ախր IQ-ն այդ տեստերը չեմ լուզում, խոսեմ չնայած, ասենք կարելի էր գլուխ գովալ, կարայի, ասենք, իմ գլուխը գովամ, իմ աղջկա գլուխը գովամ եւ այլն, բայց այդ տեստերը այնքան սահմանափակ են։ Այնքան մի բան է, երբ որ մարդը ունի տրամաբանությունը, ուսերությունը ու արագությունը, մյուս բան է, թե ոնց է այդ արագությունը, տրամաբանությունը, ուսերությունը օգտագործում։ Ու հետո նաև գոյություն ունի ինչքան նեղ այդ մարդը, ինչքան լայն է։ Ու մարդիկ ինչքան նեղ են, այնքան կիրառական մասը ուղեղի պակասում է։ Ինչքան ավելի շատ բազմազան է գիտելիքը, այնքան կիրառականությունը ավելի բարձրանում է։ Դրա համար, ասենք, էլի, եթե ասենք իմ ինքնաթիռի զրույցից կամ հիմա ինչ սովորեն երեխեքը, ինչ մասնագիտություն ընտրեն, թող սովորեն մտածել։ Հաստատ։ Թող սովորեն մտածել, սովորեն պրոբլեմ լուծել։ Կապ չունի որտեղ ու ինչ, ու չվախենան, որ կարող է նորից սովորեն։ Ասենք իմ նման մարդկանց օրինակը ցույց է տալիս, որ կրկին ու նորից սովորելը շատ լավ բան է։ Հա, հաստատ։ Ես կուզեի հենց մի քիչ դրանից խոսենք։ Դուք ձեր կարիերայի գագաթնակետին կորցնում եք ձեր հիշողությունը ու ամեն ինչ սկսում եք նորից սովորել։ Հա։ Մի փոքր կպատմեք։ Հա, կպատմեմ։ Մամաս ասելա դրա մասին չպատմես։ Մամ, sorry, կներես։ Excuse-moi, մամա։ Նախ իմ կարիերայի գագաթնակետը չի եկել դեռ։ Իմ կարիերայի գագաթնակետը կգա, երբ որ ես կդառնամ stand-up comedian։ Որովհետև դա երազանք է։ Բայց մի պահի, որտեղ որ ես արդեն բավականին հայտնի մասնագետ էի ու ասենք համարվում էի իմ աշխատանքի գծով լավագույններից մեկը եւ այլն, զարթնել էի ու ոչ մի բան չէի հիշում, նույնիսկ իմանն չէի հիշում։ Իմ շուրջը բոլորը խոսում էին մի լեզվով, որը ես չէի հասկանում, բայց դրանից առաջ այդ լեզվով, ասենք, PhD ստուդենտներին դաս եմ տվել։ Անգլերենի մասին է խոսքը։ Գերմաներենի։ Դե անգլերենն է չէի հիշում, ոչ մի լեզու չէի, ռուսերենն է չէի հիշում, մենակ հայերենն էի հիշում։ Դե բնական է, որտեղ ուղեղի մայրենի լեզուն լրիվ ուրիշ տեղ է ուղեղի տեղագրության մեջ, ֆիզիկական տեղագրության մեջ, մայրենի լեզուն լրիվ ուրիշ մասով ենք մենք սովորում, քան թե մնացած լեզուները։ Մնացածը ավելի ձեռքբերովի են sense ասած։ Այ հենց դա էլ էի ուզում հարցնել։ Դրա համար կա մայրենին գիտական ապացույց, որ ասում եք, որ միայն մայրությունն եք հիշում, որ դուք ունեք երեխա եւ մայրենի լեզուն։ Այդ երկուսը հիշողություն գործնելուց ոնց են պաշտպանվում ֆիզիոլոգիական տեսանկյունից։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից մայրենի լեզուն լրիվ ուրիշ տեղ ուղեղի մեջ, քան թե մնացած ձեռքբերովի մնացած լեզուները, որովհետև մենք մնացած լեզուները ոնց ենք սովորում։ Ասենք անգլերենը սովորում ենք հայերեն, անգլերեն բառարանով։ Բայց այդ հայերենը պետք է ունեցած լեզվի հիման վրա։
Իսկ այդ հիմնական լեզուն դեռ ուրիշ տեղ է ուղեղի մեջ։ Դա բնական էր, որ ասենք ձեռ բերած մասը կորել էր ու այդ հիմնայինը մնացել էր։ Մայրությունը չենք կարողանում, բայց ես էմոցիոնալ հիշողությունս էջ մենակ մնաց է, այն էլ ծանր էմոցիոնալ հիշողությունները, այն կորուստներս էի հիշում մեկ է երեխուս։ Իսկ դա այն ծանր մասերն է, կյանքի ծանր մասերն էի հիշում։ Ու կյանքի երջանիկ մասերը, իսկ իմ ամենաերջանիկ մասը Աստղիկն է։ Ձեր աղջիկը։ Հա։ Ուտեմ։ Հետո ոնց դուք նաև բարդ վիրահատություն տարաք, դրանից հետո սկսվեց երկրորդ կյանքը ու նորից սովորելը։ Ես մի քանի անգամ գնացի հետ եմ եկի իմ երեխու ծնվելու ժամանակ էլ բավականին լուրջ խնդիրներով եմ եղել, հույս չկար որ կապրեմ եւ այլ, այսինքն դա առաջի դեպքը չէր, ցավոք սրտի, բայց ինձ թվում է բանալին այդ ամեն ինչի համառությունն է, շատ վատ է հնչում, ես գիտեմ, շատ պրիմիտիվ է հնչում, բայց կարծում եմ, որ համառությունը ու կյանքի նկատմամբ սերը։ Ես իմ կյանքը սիրում եմ ու ես սարսափելի համառ մարդ եմ։ Աստված չանի։ Եթե ինչ եք հավատում, մամա այս հարցրեք։ Ես շատ համառ եմ ու այդ համառությունը նշանակություններ եմ սկսել էի նորից փորձել ֆիզիոլոգիա սովորել, որովհետև ինձ ասում էին դու բժիշկ ես։ Իսկ ես ինձ թվում էր, որ բոլոր սպիտակ խալաթավոր մարդկանցից սարսափում եմ։ Վախենում էի, վայս էլի քսերս կենիս էլի ինձ կցավացնեն եւ այլն, այտենց լրիվ էմոցիոնալ փոքր երեխու վիճակ։ Ու սկսել էի ֆիզիոլոգիա կարդալ նորից։ Ու գծեր էի քաշում կողքը, որ կարդում եմ, որտեվ չէի հիշում, որ կարդացել եմ։ Ու մինչև այսօր հիշում եմ, որ ֆագոցիտոզի process-ը կարդացել էի, այդ գիրքը պահել եմ 38 գծիկ վրան, դրանից 38 անգամ նույն բանը կարդացել եմ չեմ հիշել։ Ու ես նայում էի, որը որ շատ է, ասում եմ ինչքան կարդամ, այնքան կմնա։ Ու ասենք այդ մեկը 38-ի է հասել, այդ ամենաշատն էր, բայց գրքերի մեծամասնությունը ես մի 10 անգամ նորից կարդացել եմ, գիրքը ձեռքիցս թաց չէի դնում։ Չէ, դու գրքերը։ Բայց իրոք համառությունն էր կարևոր, չնայած երևի նաև ինչ որ ուղեղի այտուցի պահել կար, որ այդ այտուցը պակասեց ու ինչ որ մի պահի կապերը իրանց ճանապարհը ոնց է որ երբ որ ճանապարհը մեծ ճանապարհի վրա խցանում է լինում, կոլատերալներով մեքենաները միևնույնն է տեղ են հասնում։ Ինձ թվում է իմ ուղեղը լիքը կոլատերալ գտա։ Իմ նյարդերը ահագին կոլատերալներ գտան նորից ճանապարհը գտնելու հիշեցի, նենց չի որ ամեն ինչը նորից սովորեցի, բայց մեծամասնությունը ես նորից կարդացել եմ, նորից սովորել եմ 0-ից, որտեվ ինձ համար լրիվ անծանոթ էր այդ ամեն ինչը։ Ու հայերեն էի կարդում։ Իսկ կային հասանելի հայերեն գրքեր։ Իմ գրքերը հետ տարել եմ, ես իմ գրքերը չեմ թողնում, չնայած ահագին բաներ թողել եմ, բայց այն գրքերը, որոնք ինձ համար էմոցիոնալ նշանակություն ունեն, գրկածման եմ գալի։ Այ հիմա պայուսակից մեջ փոքրիկ իշխան ունեմ։ Կարծում եմ, որ դա այդ իմ ամենասիրած գիրքն է։ Ես իրան երևի մի 1000 անգամ կարդացել եմ ու 7 լեզվով։ Ինքը ունիկալ երևույթ է, փոքրիկ իշխանը։ Ու չեմ կարծում, որ փոքրերի գիրքը ինձ թվում է ամենահաջող փիլիսոփայական գրքերից մեկն է։ Ու ասենք այդ գիրքը ձեռքից ման էի գալի, որովհետև տարբեր լեզիներով գիտեմ ու տեսել էի, որ ունեմ էլի, դրել էի, բացել էի, ասենք հայերենը, անգլերենը կարդում էի։ Ասում եք կարող է հետ գա։ Իսկ դուք նաև, եթե չեմ սխալվում, նորից սիրահարվել եք ձեր ամուսնուն։ Հա։ Այդ ոնց է բացատրվում էլի ֆիզիոլոգիական տեսանկյունից, ուղեղը ունի հիշողություն,
որ ամուսնացած եք կամ ունեք ընտրյալ, բայց փաստորեն դուք նորից երկրորդ անգամ չհիշելով նույն որոշմանն եք եկել։ Բայց ախր ես նույնն եմ մնացել։ Նշանակում է իմ ճաշակը, իմ նախընտրությունները, իմ ձգտումները, իմ պատկերացումները իդեալի նկատմամբ նույնն էին մնացել, չէ՞։ Ու այդ ինքն է։ Բայց ասենք, սենց փակա, չէ՞, գլուխը փակ, ամեն ինչը փակ մարդը նայում եմ, ասում եմ, վայ, այս տղան էս ինձ սիրուն աչքեր ունի։ Ու ես տղա էի պատկերացնում, ես 40-ն անց էի, չեմ ասի քանի տարեկան էի, մեծ էի ահագին, աղջիկս ուսանող էր Նյու Յորքում, էլի, այսինքն փոքր չէի, բայց ես ինձ շատ թեթև էի զգում ու ինձ թվում էր ես դեռ ջահել եմ, ասենք նոր ուսանող եմ ու իրան է նայում էի, ասում էի, վայ, այս տղան էս ինձ սիրուն աչքեր ունի։ Ստի մասին ինչ կասեք։ Այս վերջերս տեսնում եմ, որ տարբեր ամերիկյան հաղորդումներում շատ մոդայիկ է դարձել ստի դետեկտորի կիրառումը։ Ինձ հետաքրքիր է, արդյոք պետք է վստահել այդ սարքի տված տվյալներին, դա մի կողմ եւ երկրորդ ցավալի կողմը, որ մարդիկ սովորական զրույցի փոխարեն փորձում են ստի դետեկտորի միջոցով հասկանալ իրար վստահում են, թե չէ, իրար սիրում են, թե չէ, իրար դավաճանում են, թե չէ, նմանատիպ մի հաղորդում էին նայում, սարսափելի էր ուղղակի, զույգերը գնացել էին, ապարատին վստահել էին իրենց հարաբերությունները։ Ուրեմն կներես հարցդ կիսեցի, բայց ինչ-որ բան հիշեցի, ուրեմն Ավստրալիայի աբորիգենների ցեղերից մեկում որոշում են, ունեն էլի ստի դետեկտոր, որ բանի ջայլամների գարնանային ձունա։ Ինչի գարնանային ձուն, որովհետև բարակա, կալցիումը քիչ է ձմռան ընթացքում, բարակա ձեռքն են տալիս մարդու, երկար պահի ու ասենք մի ժամ դեռ այդ ձեռքին չի կարելի ցած դնել, սկսում են բարդ հարցեր տալ։ Ու երբ որ մարդը ջղայնանում է, ստիպված սեղմում է, ջարդում է։ Բնական ստի դետեկտոր։ Բնական ստի դետեկտոր, այսինքն ստի դետեկտորները բոլորը աշխատում են էմոցիոնալ տատանումների վրա, բայց վատ օրինակ եմ բերելու, եթե մարդը փսիխապատ է ու իր ասած ստին հավատում է, այդ դետեկտորները կարող է բան չանեն։ Եթե մարդը ուրիշ հուզական սֆերա ունի, արանքում կան ցավային սֆերա ունի, դետեկտորը կարող է ոչ մի բան չտեսնի։ Հնարավոր է պատասխանելուց վախենա, որ հանկարծ դիմացինին չնեղացնի ու սխալ էմոցիաներ։ Այդքան խորը չէ։ Ամեն դեպքում եթե իհարկե հիստերոիդ չի, այդ արդեն լրիվ ուրիշ level է։ Այսինքն ամեն ինչը չափերի մեջ, ամեն ինչը explainability, հա, բացատրականությունը հետը պետք է լինի, որովհետև ստանդարտ մենակ այդ պոլիգրաֆի վրա ընդունելի չի, բայց ասենք պսիխոպաթիկ ինչ-որ անհատականություն ունեցող մարդիկ կարան նայեն, ժպտան, ստեն ու ոչ մեկը չգտնի։ Ու կամ շատ լրիվ սահմանների մեջ նորմալ մարդը կարա իր սովորացնեն, ոնց խափեն։ Սովորացրեք, բայց չխափեն։ Հա, մի հատ բան են պատի ամրակ կնոպկա դնեն իրանց կոշիկի մեջ ու հենց պետք է սուտ ասեն կամ հենց պետք է ճիշտ ասեն, դրան սեղմեն, որ անընդհատ տարբեր էմոցիոնալ ռեակցիաներ տան նաև ցավի։ Հա, դա բարբերաբար կրկնելուց, այսինքն ինչ կուզեն կարան պատմեն տենց։ Հետաքրքիր էր։ Իսկ ինչ ազդեցություն ունի ալկոհոլը, թմրանյութը, դեղերը կամ մեր մարմնի օրգանիզմի փոփոխությունների վրա, կան չափեր օգտագործման, թե առհասարակ ցանկացած քանակի օգտագործումից հետո որևէ բան վերջնականապես փոփոխվում է մեր ուղեղում կամ մարմնում։ Ուզում ես որ ինձ ոչ մեկը չսիրի, չէ։
Ուրեմն մի հատ պատմություն եմ պատմելու ալկոհոլի մասին, սկսենք դրանից։ Մի հատ կուրս ընկերուհի ունեմ, որի հետ նաև երկար ապրել ենք իրար հետ նույն տան մեջ, ինքը Իջևանից է։ Լուսին ջան, բարի օր։ Հուսով եմ լսում ես ինձ, հրաշք մարդ է, բժշկուհի է, մանկաբույժ Իջևանում։ Ուրեմն Լուսինեի հետ խոսում էինք, երրորդ կուրս էինք ինձ թվում է, խոսում էինք նրա մասին, որ գինին լավ բան է, թե վատ, այսինքն մի քանի հոգով էինք խոսում, ու Լուսինեն պատմություն պատմեց իր պապիկից, իր պապիկն էլ էր բժիշկ եղել, ու այդ պատմությունը ուզում եմ կրկնեմ, որովհետև ինձ թվում է դա ունիկալ պատմություն այն սովի տարիներին, երբ որ բոլորը ցորեն են առել ու լցրել են իրանց բաները, նկուղները, որ մի կերպ ապրեն, Լուսինեի պապիկը ոչ միայն ցորեն առել, շատ քիչ ցորեն առել, մեծ քանակությամբ գինի։ Խաղողի գինի, որը որ համեմատաբար նաև էժան է եղել, ու իրանց ընտանիքը եզակի ընտանիք է եղել, որ ամբողջ ձմեռվա ընթացքում ոչ մի զոհ չի տվել։ Գինու շնորհիվ։ Գինու շնորհիվ։ Ոնց։ Որովհետև այդ գինին ոչ միայն բան ունի, օսլա ունի, ասենք ոնց որ հացահատիկը, այլ վիտամինային պարունակություն ունի, այլ նաև ալկոհոլը, չէ որ ամբողջ կովիդի ընթացքում ալկոհոլով փրկվում էինք, դա էլ պետք է հաշվի առնել, նաև այդ ու շատ տարբեր բաներ ունի, ասենք, որոնք որ կարևոր են, ունի նաև մեր արյան համար, արյան կարմիր գնդիկների հեմոգլոբինի արտադրության համար կարևոր մասեր իր մեջ եւ այլը, այն ինչ որ պրիմիտիվ համարյա 100% օսլա պարունակող հացահատիկները չունեն, որոնք կշտացնում են, բայց չունեն։ Ու մարդը բժիշկ լինելով կարողացել է, որտեվ գինին ոչ մեկը չէր առնում, կարողացել է իր ընտանիքը փրկի։ Որ այդ հարցը տվեցիք ալկոհոլի, ես չգիտեմ ինչի, իմ երրորդ կուրսի, մեր կուրսի քննարկումը հիշեցի ու Լուսինեի այդ պատմությունը, որ մենք ալկոհոլը վատ ենք ընդունում, բայց սահմաններ գոյություն ունեն։ Ճիշտ է, բարձր տոկոսի ալկոհոլը մի քիչ շատ խմելու ժամանակ ահագին խոշոր խնդիրների է տանում, բայց նաև առանց այդ բարձր տոկոսի ալկոհոլի մենք այսօր խիրուրգիա չէինք ունենա, որովհետև առանց այդ բարձր տոկոսի ալկոհոլի մենք ոչ մի բան չէինք կարող մանրէազերծել, որ կտրենք։ Այսինքն ամեն ինչը չափի մեջ։ Երկու կողմ ունի, նայած թե ոնց կկիրառես։ Օցիտունն էլ կարա համ բուժում լինի, համ վնասի։ Նայած թե ինչքան։ Այսինքն դոզայի մեջ է հարցը, թե բոլոր թմրանյութերը, որ մենք ստեղծել ենք, ստեղծվել են սկզբից մարդկանց ցավերից փրկելու համար։ Ոչ մեկը չի ստեղծվել որպես թմրանյութ։ Իսկ տեղերը։ Ինչ տեղ։ Բարբերաբար օգտագործող, եթե պայմանական մարդիկ գլխացավ են ունենում ու առաջին իսկ նշանի դեպքում միանգամից կանխում են ցավազրկողով։ Չէ, ցավը օրգանիզմի պաշտպանական բանա, սիգնալ է։ Եթե պաշտպանական սիգնալը կտրում ենք, մեր օրգանիզմը չի կարողանում պաշտպանվի։ Եթե դիագնոզ չի դրվել ցավը ինչի է, եթե մարդը գիտի ինչի է, դա մի բան է, կարող է երկար ժամանակ ջուր չի խմել, գլխացավ ունի, ինքը գիտի, որ ջրազրկվել է, ջուրը խմի, միանգամից գլխացավը չի անցնի, խմում է մի հատ, ասենք, ցավազրկող ոչ պրոբլեմատիկ ցավազրկող անցնում գնում է, այդ ուրիշ է, բայց եթե ցավը հենց նենց երևույթ չի, էլի մեր օրգանիզմը դրանով մեզ սիգնալ է ուղարկում, որ մի բան ինչի։ Այսինքն դրան պետք է հետևել ու ճիշտ դիագնոզ դնել, եթե դա կտրում ենք այդ հնարավորությունը օրգանիզմի ու ոնց որ սվաղում ենք։ Պատկերացրեք սենց մի հատ մեծ մի մետր հաստությամբ պատ,
որը մեծ ծակա ու մեջը լիքը բան փթում է, դուք մենակ սվաղ եք անում վրայից, սենց շպարում եք, ու այդ մնում է, դրա համար ասենք, եթե դեղերը չլնեին, մեր կյանքի տևողությունը վերջի 50 տարվա մեջ 20 տարի մոտավորապես ավելացել է ամբողջ աշխարհով։ Դեղերի ու բժշկության զարգացման հաշվին, այսինքն դեղերը շատ լավ բան են, բայց ինքնաբուժումը միևնույնն է սխալ բան է։ Իհարկե, այս վերջերս լիքը մարդիկ ChatGPT-ին են հարցնում ինչ անեն, ինչը որ իմ պատկերացմամբ մի քիչ տխուր է, բայց պետք է դիմել բժշկի, պետք է հասկանալ ինչից է, ոնց է ու ճիշտ բուժում ստանալ, եթե ճիշտ բուժում եք ստանում, դեղերը պարտադիր են։ Իսկ ոնց եք վերաբերում AI-ի մարդկայնացմանը։ Ինչ ասել է մարդկայնացում։ Մենք առաջիկայում նախատեսում ենք ունենալ ռոբոտներ, արդեն որոշ տեղերում կան մոդելները կիրառվում են, որոնց մեջ արհեստական բանականություն են ինտեգրում ու այդ ռոբոտները տարբեր ֆունկցիաներ են իրականացնում, արդեն իսկ կան, հա, այդ ռոբոտները, բայց մարդակերպ ռոբոտները շատ հաճախ ներկայացվում են, քանի որ իրենք հումանոիդ են, որովհետև ծառայելու են մարդկության համար ստեղծված աշխարհում, նույնիսկ Դավիթյանը մեր հայրենակից Սիլիկոնյան հովտում իր տանը ունի Մորֆեոսին, ով ում կոչում է ոչ կենսաբանական ծագմամբ էակ, ինչը ինձ մի քիչ վախեցնում ու տխրեցնում է, մի տեսակ տերմին, որ էլի մարդկայնացման, մարդուն կապող բնորոշում ունի, այդ դուք ոնց եք վերաբերում այս տեխնոլոգիական զարգացմանը, արհեստական բանականության մեծ առաջընթացին, բայց մարդկայնացման կողմով։ Դրա դեմ ոչ բան չեն կարողանալու անենք, դա մեկ ալնելու է։ Սկսենք դրանից, բայց Դավիթի հետ շատ հետաքրքիր մի դեպք եղավ, բայց ինձ թվում է այդ դեպքը ինչ որ մի տեղ էլի հայերեն ինչ որ ինտերվյուում պատմել եմ, կրկնվում եմ, բայց պետք է կրկնեմ, որտեվ պահ եկավ։ Բաներ Ստենֆորդում ինձ թվում է Ժենյան էր կազմակերպել, այսինքն լսարանի AM-ի կազմակերպած բաներ, իվենթ էր Ստենֆորդում, ու սենց մի քանի հայով խելացի նստած պատմում էինք, թե արհեստական բանականությունը ոնց է գիտության ու կրթության ասպարեզը փոխելու։ Ու ես ինչ որ մի պահի ասեցի կոբոտ։ Այդ կոբոտ բառը Դավիթին նեղեց։ Ու Դավիթը ասում է, ինչի ես կոբոտ ասում, ասա ոչ կենսաբանական էակ։ Ասում եմ, Դավիթ ջան, նոր ասեցի colleague, այսինքն իմ կոլեգա, դու չնեղացար։ Ասեցի co-panelist, ասեցի co-debate, ոչ մի բանի վրա չնեղացար, այդ բոտի վրա չի նեղացար, ասում եմ, որտեվ իրանք էակ են։ Հա, հնարավոր է նաև էակ են ու հնարավոր է որ մի օր գալու է, որ բավականին դժվար է լինելու տարբերելը նույնիսկ։ Բայց նույն սիմուլյատորների օրինակով չէ, մենք տեսանք, որ շատ հաճախ մարդն իր ստեղծած պրոդուկտի միջոցով որոշակի խաբկանքի մեջ է ընկնում, հատկապես երբ դա մարդակերպ է։ Բայց այսօրվա դրությամբ մենք այդ խաբկանքի մեջ ապրում ենք, մարդկանց մեծ ամասնությունը ինտերնետային կախվածություն ունի, ինչ որ հիվանդություն է։ Իմ կարծիքով։ Ու մենք այդ խաբկանքի մեջ այդ պտտելով այդ լենտան ապրում ենք։ Ու ես որ այդ լենտան պտտում եմ, իմ ամուսինը հենց 15 րոպեն անցնում է, նայում ասում է, կար 15 րոպե անցավ։ Ինքը այնքան ճիշտ է, որովհետև այդ կախվածությունը բավականին բարդ երևույթ է ու թե մենք մարդակերպունա հումանոիդի հետ ենք խաբվում, թե խաբվում ենք այն բանին, թե ինչ ինֆորմացիա մեզ տրամադրվում կախված մեր նախընտրություններից, ինչի է դա կախվածություն առաջացնում, որովհետև անընդհատ ալգորիթմը համապատասխանացնում է այն բաներին, ինչ որ դու ավելի երկար ես նայել, ինչ որ դու մինչև ավելի մինչև վերջ ես նայել, ու դրա համար այդ զարգացումը մենք չենք կարողանալու կանգնացնենք, դրա համար որ հետ գանք education-ին, որ մենք խոսում էինք, հա, ասենց ուսումնական զարգացման,
այդ զարգացումը պետք է օգտագործել գիտելիք ու գիտություն պատտելու մարդկանց մեջ այդ ուղղությամբ ինֆորմացիա տարածելու եւ ոչ թե դեզինֆորմացիայի համար։ Այո։ Դուք նաև արհեստական բանականությունը օգտագործում եք բժշկության մեջ։ Ինչ նոր լավ հնարավորություններ կան, որ փոփոխություններ են բերում, հատկապես ապագայագիտության ոլորտի բժիշկ եք, կուզեմ մի փոքր նաև սրա մասին էլ խոսենք։ Այստեղ ինչ որքան դեր ունի արհեստական բանականությունը եւ ինչ ասել է ապագայագիտություն։ Ապագայագիտությունը փիլիսոփայության մաս է։ Այդ մի քիչ ուրիշ պատմություն է։ Եկեք մի հատ սկսենք արհեստական բանականությունից, հետո կգնանք այնտեղ։ Ուրեմն հիշում եք բիոբանկից սկսեցինք խոսեցինք, դուք պատկերացրեք այդ բիոբանկի տվյալները, ինչ տվյալներ, որ դրա վրա մենք ձեռք ենք բերել, ոչ միայն այդ մարդու հիվանդության պատմությունը, բուժման պատմությունը, լաբորատոր տվյալները եւ այլը, այլ նաեւ այդ նմուշների վրա արած գիտությունը, այսինքն genomics, metabolomics, proteomics, lipidomics, ամեն, ասենք, մի ֆայլը մինչեւ ասենք 600,000 առանձին տվյալ է պարունակում ամեն մեկը մի մարդու համար 600,000-ի մոտ ու ասենք հասկանալի մեզ կարդալի, որ մենք կարողանանք բացատրենք, ոչ թե այն փոքր, ասենք տարբեր մոլեկուլների լեվելները, ասենք 10,000 բան կա, որ բժիշկը կարա նայի, հասկանա դա ինչ է։ Ու այդ տվյալները հավաքվում է ու դառնում է մոլեկուլյար երկվորյակ։ Ու այդ մոլեկուլյար երկվորյակը հնարավորություն է մեզ տալիս իր վրա փորձեր անել առանց մարդկանց վնասելու ու այդ հավաքելը ու նորից մարդ սարքելը ու այդ սիմուլյացիան թե ոնց իր վրա տեստ անենք դա արվում է մեքենական ուսուցման, որ ավելի control տա, ավելի սահմանների մեջ է միջոցով կամ explainable AI-ով։ Explainable-ը, այսինքն բացատրելի արհեստական բանականությամբ, ինչի բացատրելի, որովհետև մանավանդ բժշկության մեջ շատ կարևոր է, որ մենք կարողանանք բացատրենք, թե ինչի, որովհետև շատ ժամանակ պատասխաններ ալնում մի հատ տենց օրինակ կա, որ ես բերում եմ անընդհատ ու էլի իմ լեկցիաների մեջ ու դաժե TED-ի մեջ կա, բայց այդ օրինակը շատ վառ օրինակ է, որ բերում եմ, որ եթե քո մաթեմատիկական կալկուլյացիան հաշվարկը բացատրելի չի, ուրեմն մի արա։ Նույնը AI-ն է, էլի մաթեմատիկական հաշվարկը, որ բան եմ ինդուստրիալ ռևոլյուցիայի ընթացքում Գերմանիա մի հատ հետազոտություն են արել ու հետազոտություն են արել ինչ որ մի հատ քաղաքում հաշվել են թե ինչքան է արագիլների թիվը ու ինչքան է նոր երեխաների ծնունդների թիվը ու մի 5 տարի անընդհատ հետազոտել են, որ արագիլների թիվը պակասում է ու երեխաների ծնվելու թիվն էլ է պակասում ու եզրակացության են եկել, որ արագիլները երեխեք են բերում։ Լուրջ գիտական հոդված է։ Բայց որն է կապը։ Եթե ուզում եք կարող եմ ձեզ ուղարկել լինքը, բրիչոմ այդ մի գրուպան արել է, մի երկրորդ գրուպա էլ Տյուբինգենում ա կրկնել, մեկը ոնց որ բանում էր Մյունխենի տարածքում էր եղել, մյուսը Տյուբինգենում ու տպել են մարդիկ, լուրջ տպագրվել են, որ արագիլները բալիկներ են բերում։ Հիմա գանք explainability-ին, հա, իրանց հաշվարկը հրաշալի ճիշտ է եղել։ Արագիլները քչանում են, երեխեքը քչանում են։ Բայց կաուզալ կապը շատ սխալ է եղել, որովհետև այդտեղ արանքում մի բան կար, ինդուստրիալ ռևոլյուցիա, որի ժամանակ անընդհատ տարբեր գործարաններ են սարքել։
Երբ որ գործարաններ են սարքել, այդ գործարանները սկսել են վատ օդ արտադրել ու դրա համար արագիլները քաղաքներից փախե գնացել են գյուղեր։ Արագիլների թիվը քաղաքներում պակասել է, բայց քանի որ ֆաբրիկաներում շատ աշխատատեղեր են հայտնվել, կանայք սկսել են աշխատել, մինչև այդ կանայք չէին աշխատում։ Ծնելիությունը ընկել է։ Ու իրականում ինդուստրիալ ռևոլյուցիան գործարանների ստեղծելը, կանանց աշխատանքի գնալը, այդ էմանցիպացիոն մասը եւ այլը, այդ լրիվ բաց են թողել։ Երկու ծայրը վերցրեք, կպցրել են իրար, պատմում են։ Ու ինչի շատ ժամանակ մենք արհեստական բանականությանը չենք հավատում, որովհետև այտենց անեկդոտիկ կապեր է, որ մենք ինքը հալյուցինացիաների մեջ ընկնելու սովորություններ ունի։ Իսկ եթե խորանում ենք այդ հալյուցինացիաները կարողանում ենք մենք բացատրենք, դրա համար եմ ասում բժշկության մեջ կարևոր է, որ դա լինի explainable AI, որ մենք կարողանանք բացատրենք ինչի։ Ինչի ինքը թեկուզ սխալ է, թեկուզ հալյուցինացիա, մենք իմանանք այդ հալյուցինացիան որտեղից է կա։ Ու նաև իմ կարծիքով կարևոր է, որ մասնագետն է աշխատում, այսինքն եթե մասնագետը լիարժեք տիրապետում է, ճիշտ հրահանգ կտա, ճիշտ տվյալներ կտա, բայց եթե վրիպում լինի, ինքն էլ չպատկերացնի, հավանաբար արդյունքն էլ դրա սխալ կլինի, ոնց որ արագիլների դեպքում։ Այդ արագիլների պատմությունը ես որ բանը էպիդեմիոլոգիա եմ դաս տալի, դա իմ լավագույն օրինակներից մեկն է, որ երեխեք հասկանան, ես ինչի եմ ասում, իմացեք ինչ է քաշվում։ Հա։ Թվերը միշտ չի որ ճիշտ են, տվյալ ամբողջական պատկերն են արտահայտում։ Չէ, թվերը միշտ ճիշտ են, թե թվերը ոնց է ինտերպրետացիա անում, ինչ է պատմում այդ թվերով։ Այդ արդեն երկրորդ հարցն է, որովհետև թիվը չոր երևույթ է, բացատրությունն է, չէ, կարևոր։ Դա մաթեմատիկան հրաշալի երևույթ է։ Երբ որ ես շատ հոգնած եմ, սկսում եմ ինչ-որ դիսկրիմինանտ լուծել, ագին օգնում է։ Հանգստանալուն։ Կամ բան, ասենք, գլուխ կոտրուկների են հատուկ բաներ, գրքեր ունեմ տան դրա, սկսում եմ դրանով սկսել։ Ինչ է դա մաթեմատիկա։ Մաթեմատիկան աշխարհի ամենալավ բաններից մեկն է։ Հանգստի հետ երբեք չի մտածի, որ համադրելի է։ Չէ, ես ծանր գիգ եմ։ Գանք ապագա գիտությանը։ Դուք փորձում եք մարդու կյանքը երկարացնել, նույնիսկ եթե չեմ սխալվում, մի անգամ 200 տարի եմ հիշում։ Արդյոք այդ հնարավոր է թե չէ, կամ առհասարակ հնարավոր է մարդուն կանխել հիվանդություններից։ Եկա ծանր հարց տվեցիր։ Իմ այլ ժամով խոսելու եմ։ Սենց որ մենք մի օր 200 տարի ապրելու ենք, դա փաստ է։ Ինչի է փաստ, որովհետև եթե մենք նայենք վերջի 100 տարվա մեջ միջին կյանքի տևողությունը ամբողջ աշխարհում, մենք կտեսնենք, որ դա երկարում է։ Գնալով երկարում է։ Հա, տեխնոլոգիաների զարգացման հաշվին, որովհետև ասենք 100 տարի առաջ միջին կյանքի տևողությունը 50 քանիս է։ Ամբողջ աշխարհով հաշված։ Իսկ հիմա մենք ասենք նայած զարգացած երկիր, չզարգացած երկիր, ամենայն դեպս 80-ն անց է։ Ինչը որ ասենք լավ է։ Մենք ավելի շատ ժամանակ ունենք, չնայած այն մարդիկ, որոնք զբաղվում են կենսաթոշակային ռեֆորմներով, կասեն բարդ է, բայց նաև կենսաթոշակային տարիքն է, չէ՞, քանի գնում բարձրանում, բոլոր երկրներում է բարձրանում է։ Այդ հետազոտությունների հիման վրա։ Այդ իսկ պատճառը, որտեղ մենք երկար ենք ապրում ավելի։ Ու longevity գիտությունը ոչ թե կյանքը երկարացնելու մասին է, այլ կյանքի երկար արդեն ապրում ենք, այդ որ առողջ ապրենք։ Բայց հնարավոր է առողջ ապրել։ Որովհետև այդ առողջությունը մի հոգու առողջություն չի, ամբողջ համակարգ է, չէ՞։ Ինչ միջավայրում ենք, ինչ ենք ուտում, ինչով ենք զբաղվում։ Օրվա մեծ մասն ինչով ենք զբաղեցնում։ Քո երկրորդ հարցը հնարավոր է կանխատեսել, հա, ու մտածել, թե ոնց կանխել մարդուն հեռու պահել հիվանդություններից։ Իմ այս վերջի աշխատանքներից մեկի սլոգանը predicting people from becoming patients։ Այսինքն կանխել մարդկանց պացիենտ դառնալու գաղափարը։ Ու
այդ ուղղությամբ բոլոր տեսակի predictive բժշկությունը աշխատում է այսօրվա դրությամբ բժշկության 90%-ը ռեակտիվ է ինչ որ մի բան լինում է Причем պետք է մի քիչ ավելի լուրջ լինի, որ մենք գնանք բժշկի հետազոտենք եւ այլն։ Չնայած ամբողջ աշխարհում պրևենտիվ հետազոտությունները պարտադիր են, բոլորին պատմում են, ասում են, բայց շատ քիչ մարդիկ են, որ անում են։ Ու ինչի չեն անում, որովհետեւ ոչ թե պարտադրանք չկա, այլ մի քիչ վաղ կա, բա որ մի բան գտնի։ Բայց ես Նոբելյան մրցանակակիր Ֆերենց Կրաուսի Scientific Advisory Board-ի նախագահն եմ։ Ու Ֆերենցը Նոբելյան մրցանակ ստացել աթովարկանային լույսերը ստեղծելու համար։ Բայց այդ լույսը ինքը իրանով այտենց հզոր երևույթ չի, բացատրությունը թե ինչի դա արժանի է Նոբելյան մրցանակի նրանում է, որ դա աթովարկանային լույսով բանի մարդու պլազմայի կախույթի մեջ պլազմայի ամբողջ սպիտակուցի տատանումները որոշ չափելով ինքը կարողանում է predictive ասի այս մարդը ոչ communicable, այսինքն ոչ ինֆեկցիոն հիվանդություններ ունի, թե չունի, կարողանում է տարբերի ու կարողանում է ասի նաև կզարգացնի առաջիկայում, թե չէ։ Ու հետ են գալիս ոնց էր Մակքոյը բանում Star Trek-ում որ ասում I'm just a country doctor, I need 5 minutes to scan. Հիմա ու այդ այսինքն ես ընդամենը գյուղի բժիշկ եմ, ինձ 5 րոպե է պետք, որ ամբողջական դիագնոստիկա անեմ այս մարդուն։ Հիմա այդ գնում ենք դրան ու այդ դիագնոստիկան ինչքան ուժեղանա, ինչքան ասենք կանխարգելիչ ու predictive դիագնոստիկան ուժեղանա, այնքան մենք ավելի քիչ հիվանդանոցներ կունենանք, որովհետև մարդը չի հիվանդանա, մենք կիմանանք, որ այդ ուղղությամբ գնում է իր առողջությունը ու ոչ թե ստանդարտ ամեն օր հեծանիվ քշի, ամեն օր այս արամի խմի, մի ծխի եւ այլն, դրանք բոլորը ճիշտ են, բայց հետ կանք անհատականացման, հա, մենք ասում ենք ուսումն է պետք անհատականացնել, առողջությունն է պետք անհատականացնել, ու եթե կարողանանք այդ prediction-ը անհատականացնենք, այդ կանխատեսելը անհատականացնենք, մենք մի օր հիվանդանոցներ շատ քիչ ենք ունենալու, այսքան շատ չենք ունենալու, որովհետև մեծ մասը հիվանդությունների մենք կարողանանք կանխատեսել ու կանխատեսման ժամանակ իհարկե այն ինչ որ նույնն է, չգիտեմ, ինչ որ բաներ բուժում կգտնենք, ինչ որ բաներ նորերը կստեղծվեն, նոր բաներ կգան եւ այլն, անդադ կզարգանա, բայց իմ կարծիքով շատ կարճ ժամանակում մենք ասենք վերքերը վայրկյաններում կարողանալու ենք բուժել։ Ու դրան գնում է գիտությունը։ Շատ ուտոպիստական է հնչում, բայց շատ հետաքրքիր։ Ձեզ մի հատ նկար կարամ ուղարկեմ, այս ընթացքում դնեք, ոնց մարդու ականջը կարողանում ենք բանից ցողունային բջիջներից ականջ ստեղծել, բանը մկան մեջքի վրա։ Ինչի մասին է խոսքը։ Կամ ասենք թեդերից մեկում ոնց աշխատող երիկամ տպեց, բերեց մարդը ցույց տվեց, թեդի ընթացքում կարամ այդ լինքն էլ ուղարկեմ, որ տպում ենք, երիկամ ենք տպում բաներով, բջիջ, կախույթի մեջ։ Ոչ շատ վախենալի է հնչում։ Ինչի է վախենալու։ Չգիտեմ, անսովոր է երևի ցանկացած նոր բանի հանդեպ մարդը մի քիչ պաշտպանական բան է չէ ունենում։ Հետաքրքիր ինչու՞մն է կայանում, որ ես չեմ կարծում, որ պաշտպանական է ունենում, որովհետև մենք եթե պաշտպանական ունենայինք, այս ամեն ինչը այսքան չէր զարգանա, այսքան բան չէր ելնի, օրինակ ես ոչ որևէ մեկի չգիտեմ, որ ChatGPT-ին չի հարցնում այսօր ոնց է ինքը։ Ես ոչ բարևում եմ, ոչ շնորհակալություն եմ հայտնում։ Ոչ էլ լավ օր եմ մաղթում։
Բայց հարցրել եք տարբեր բաներ։ Հա, տարբեր բաներ հարցրել եմ, բայց ոչ երբեք իրեն չեմ ընկալել մարդ կամ էմոցիոնալ ինչ-որ կապեր չեմ ստեղծել։ Բայց ինչ արագությամբ այդ ամեն ինչը զարգացավ, չէ՞։ Հա։ Ինչ արագությամբ սփռվեց, ինչ արագությամբ, ասենք, այս ոդքասթի գաղափարը ընդամենը մի 10 տարի առաջ չկար։ Հա, կար հեռուստատեսություն։ Դրա համար ասենք, որ ու հիմա ինֆորմացիայի մեծամասնությունը ոդքասթների միջոցով է տարածվում։ Հա։ Դրա համար միևնույնն է, բոլոր նորությունները ուղղակի բժշկությունը մարմնին ավելի մոտ է, դրա համար վախենում են։ Երևի։ Բայց բոլոր նորությունները մարդու համար վախենալու են եղել, բայց ասենք կրակից էլ ենք վախեցել, որ կրակը չլներես որ կլնեինք։ Դե հա։ Իսկ ինչ կլինի աշխարհում, երբ որ մարդիկ սկսեն երկար ապրել, որևէ փոփոխություն մարդու կյանքը երբ երկարացվեց, օրինակ հասանք 100 տարին գերազանցեցինք, ինչ որ խնդիրներ առաջ կգան։ Շատ հույս ունեմ, որ մենք երկիր մոլորակին կվերաբերվենք ավելի բարի ձևով ու ավելի քիչ կապականենք այս հրաշք սիրուն աշխարհը, որովհետև եթե շատացանք ու սպառեցինք ու ապականեցինք, խնդիրները կշատանան։ Այո, ու ես դրա համար շատ հույս ունեմ, որ ասենք մարդիկ ավելի բարի կլինեն։ Բարիությունը ոնց է կորե։ Ոնց եմ ցավով տանում, որ բարիությունը կորել է։ Շատ քիչ է, ասենք իմ մանկության, իմ հիշած բարիությունը, ասենք ես երկրաշարժի ընթացքում եղել եմ Վանաձորում։ Ես տեսել եմ իսկական բարիությունը ինչ է։ Ինչ էր բարիությունը։ Երբ որ մարդը իր կյանքին չնայելով փորձում է կողքինին օգնի։ Երբ որ մարդը մյուսի ցավը հասկանում է ու սփոփում է, երբ որ ձեռք են մեկնում իրար չճանաչող մարդիկ։ Իսկ այսօր ես շատ շտապում էի առևտուր էի անում, որ գնամ ամուսնուս ծնողներին անպայման առաջինը իրանց եմ գնում տեսնելու, եթե Հայաստանում եմ, իրանք Հայաստանում են, առևտուր էի անում, ինձ դաստիարակել են, որ դատարկ ձեռքով չի կարելի գնալ որևէ տեղ, ու ինձնից առաջ մի կին էր կոպեկներ էր հաշվում, ասացի կարելի է ես դες համար վճարեմ, նախ արագ կլներ, և հետո ես ուզեցի վճարեմ, ինչ որ գումար չէր, անհենց չարացավ այդ կինը, նա հետ ասեց, ինչի իմ համար վճարեք դուք որ, ես կվճարեմ, ասեցի արագ կլնի, ասեց հիմա կարագացնեմ, ու դանդաղ արեց, հավաքեց գնաց, ու ես վատը զգացի, բայց ես ուղղակի ուզում էի ինչ որ մի լավ բան անեմ, հետո հետ եկավ, ասաց աղջիկ ջան կներեց, ժպտաց, շնորհակալ եմ մենակ որ մտքովդ անցավ, ես էլ չգիտեմ ինչի տենց ռեակցիա տվեցի, մենակ որ մտքովդ անցավ, արդեն իմ օրը լավացավ, որ լավ մարդկություն կա, այդ կինը չալարեց, մի 10 քայլ գնաց, հետ եկավ, այդ իմ օրը փրկեց, ինքան հաճելի էր այդ պահը, որ ինքը ես ինձ վատը զգացի, ես չէի ուզում նեղացնեմ, ուղղակի համ վռազում էի, համ էլ ասեի ինչ կլինի, որ մարդը Հավանաբար ինչ որ կետերի եք կպել, որ մտածել է ես վճարունակ չեմ, աղքատի տպավորություն, ինչ որ տարբեր բաների միջով է անցել, հետո տպավորություն չէր տալի, ուղղակի դանդաղ էր ինքը, իսկ ես շտապում էի, տաքսին էլ կանգնած սպասում էր, ու երկու հատ լավ աշեր եղած է, բայց հետ եկավ այդ կինը ու իմ օրը պայծառացրեց իր հետ գալով ու մտածելով այդ բարիությունը որ շատ լինի ինքան լավ կլինի ինձ թվում է բարությունից բացի էլի շատ բաներ ենք կորցրել որովհետև մի տեսակ ժամանակները այնպես են ձևավորվել որ ամեն ինչ մարդու շուրջ է տեխնոլոգիաներ աշխատանք հատկապես մտավոր աշխատանք կատարող մարդիկ բոլորը կենտրոնացած են տարբեր բաների վրա եւ անգամ ֆիզիկապես իրար կողքի լինելով իրար հետ չեն։ Նույն պատկերը մեր տանն է, իմ աշխատավայրում շատ գործընկերների հետ, այդ
իրոք տխուր է։ Մենք ժամանակ չունենք անգամ անձնական հույզեր ապրելու, իրար նկատելու, մեր շուրջը նկատելու։ Ինչը իրոք շատ ցավոտ է։ Երկու բան, մեկը դիգիտալ դետոքսը օգնում է։ Պետք է մեկ անել, կարևոր է։ Մյուսը եսի գաղափարը սկսած քարեդարից մինչև այսօր անընդհատ եղել է, դրա համար մենք պատերազմներ ենք ունեցել, դրա համար մենք այսօր էլ պատերազմներ ունենք, ու ասենք էգոցենտրիզմը ծնել է առաջնորդներ, մենք այդ առաջնորդների հետևից մարդկությունս մենք գնացել ենք, ու ասենք դա նորություն չի։ Նորությունն է նա, որ շատ մարդիկ են դա ցույց տալի ու չեն ամաչում, որտեղ առաջ ամոթ ա եղել ցույց տալը։ Իսկ թե այդ շփման պակասը ուր է տանելու ավելի մեկուսացման, եթե ստատիստիկայով նայենք, թե հոգեկան այս ամբողջ տեխնոլոգիական զարգացման մեջ, թե ինչքան են հոգեկան խնդիրները շատացել ու ինչքան են իրանք ավելի լրջացել, սրացել, խորացել, շատ տխուր է։ Մի կողմից, մյուս կողմից, եթե այդ նույն տեխնոլոգիաները ճիշտ ձևի train անեն, իրանք ավելի շուտ կարող են բռնել օրինակի համար սուիցիդալ մտքերը։ Ու ճիշտ ուղղություն տալ, ճիշտ բուժման ուղարկել եւ այլն, այսինքն ամեն ինչը կարելի է եւ որպես լավ եւ որպես վատ օգտագործել, իսկ մենք ասենք մեր տեսակյանն է homo sapiens-ը, մարդ բանական։ Եթե մենք ամեն ինչին բանական մոտենանք, չեմ կարծում, որ այդ խնդրեմը կունենանք, ուղղակի մենք բանական չենք մոտենում։ Ճիշտ եք։ Դուք նաև կարող եք նոմինացնել Նոբելյան մրցանակակիրների, հա, առաջադրել Նոբելյան մրցանակակիրների ու նաև ընտրել, ճիշտ եմ։ Ահա։ Այս հնարավորությունը Հայաստանի համար որևէ կերպ դիտարկում եք, թե ոչ։ Բարդ հարցեր ես տալի։ Ինչքան ես տնտղել։ Ես այնց կուզեմ, որ մենք Հայաստանում այտենց լուրջ իդեա ունենանք, որը ես կարողանամ դրա համար օգտագործեմ իմ հնարավորությունները, շատ կուզեմ։ Բայց ուղղակի Հայաստանի համար օգտագործելու համար բնականաբար պետք է ոնց է, որ եթե ուզում ես ինչ-որ թխվածք թխես, որտեղից ես սկսում։ Բաղադրիչներից։ Գոնե ալուրը լինի, ձուն կավելացնենք, բայց որ ալուր չունենաս, ոչ մի տեսակի, արդեն դվածեղ կլինի, չէ։ Մենք չունենք ալուր։ Եթե ունենք ու մեր լսողներից որևէ մեկը ունի ու ես չգիտեմ, ես ներողություն եմ խնդրում, անգլերեն կա տենց to the best of my knowledge, չունենք, իսկ եթե ունենք, խնդրում եմ ինձ տեղեկացրենք։ Շատ կուզեմ։ Լավ կլինի։ Շատ կուզեմ ինչ որ ձևով այս պահի իմ ունեցած կապերը ու հնարավորությունները օգտագործենք։ Դուք նաև ուղեղի մասին ձեռնարկ եք պատրաստում գրել կամ գուցե արդեն գրում եք։ Մի անգամ առիթ ունեցել ենք խոսելու։ Այդ ինչ ձեռնարկ է։ Ինչ պիտի սովորեն մարդիկ այդ ձեռնարկից։ Ինչա օգտագործման ուղեցույց, ուղեղի օգտագործման ուղեցույցը, թե ոնց օգտագործել ուղեղը։ Ուղեղը դիտարկվում է որպես գործիք, ինչը որ իրականում իրոք գործիք է, ու այդ գործիքը զարգացնելու, այդ գործիքը մարզելու, այդ գործիքը օգտագործման ձևերը եւ այլն, այդ փաստորեն ինսպիրացիան, հա, ոգեշնչումը եկել է նրանից, որ խոսեցինք, չէ, որ ես իմ ուղեղը հետ եմ բերել։ Ու այդ հիմնականում հետ եմ բերել այն խաղերով ու այն
ձևերով, ինչ ձևերով իմ ծնողները ինձ դաստիարակել են ժամանակին մտածել իմանալ։ Ինչ երջանիկ մարդ եք, որ ձեզ դաստիարակել են մտածել, սովորել մտածել։ Հա, դա ասենք հզոր լոտո շահել է, էլի ինձ ուրիշ լոտո պետք չի շահել։ Ու ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներից, բայց կարամ օրինակ բերեմ, օրինակ ասենք ցենց մի հատ խաղ կար օրինակի համար, որ ենթադրենք խոհանոցի 5 պարագա ասա 1 2 3 4 5 մյուսը պետք է 5 բառով նախադասություն ստեղծի ու չի կարա մենակ ստորագետներով ասի խոհանոցում կա SSN դրանք պատառաքաղ կամ ասենք ու այդ խաղը բավականին բարդ խաղ է, եթե խաղում ես ավելի երկար, քան 15 րոպե, որտեղ խոհանոցը պրծնում է, իդեաներն էլ են պրծնում։ Ու սկսում է այն կրեատիվ process-ը, ստեղծարար process-ը ուղեղի մեջ, իսկ պատկերացրեք այդ խաղը խաղում ես, ասենք 2 ժամ, 3 ժամ, ինչքան ես ու առարկաները ավելանում են գնալով անընդհատ չես կարող կրկնես առարկաները ու չես կարող թվես ու չես կարա իդեաները ասես, ասենք եթե մեկը ինչ որ արդեն թխվածք թխել է, դու էլ չես կարող թխվածք թխես ու չես կարա կրկնես ու այդ խաղը ես իմ մանկության մեջ անդադ խաղացել եմ կամ ասենք մի հատ ուրիշ խաղ կա երեխեք օրինակ այդ խաղերը հիմա ոչ մեկը չի խաղում բայց այն ժամանակ իմ դասարանցիներն էլ իմ հետ չէին խաղում տենց խաղեր, որ բանա պատմություն են քննարկում։ Մեկը սկսում է ամեկը մի նախադասություն ասում, 7 հոգով խաղում ենք կամ 4 հոգով խաղում ենք, ամեկը մի նախադասություն է ասում, մենք ասում ենք կար չկար մի մարդ, հա։ Երկրորդը պատմում է, թե այդ մարդը ով էր, ինչ էր, ոնց էր եւ այդ անընդհատ պտտվում է ու առաջի 15 րոպեն էլի շատ հեշտ է։ Բայց այդ 15 րոպեից հետո լոգիկան պահելը, որ դեռ իմաստ ունենա, այսինքն տարվում է նա, ով կամ չունի որևէ բան ասելու, կամ ասածը իմաստ չունի։ Ունդեղ հետո դիբատներ ա գնում իմաստ ունի, թե չէ։ Այդ դիբատների ունակությունն էլ է զարգանում դրա միջոցով, կամ մի հատ ուրիշ խաղ կա եւ ձերցնում եմ պարուսյակս ու տանում եմ հետս։ Ու դու մի բառ ես ասում, հաջորդը մյուս բառ, այն մյուսը պետք է ասենք բոլորը կրկնի նույն հերթականությամբ ու այդ հիշողության զարգացումը էլ այդ ես որ խաղում եմ իմ աղջկաս ամուսնուս հետ ասենք վիրահատությունից առաջ մենք մինչև չեմ ուզում ինչ որ շատ ճոխտիվ ասեմ բայց մինչև 40 անուն կարողանում ենք հիշենք ճիշտ ուղղությամբ շատ հետաքրքիր է ասենք այդ ունիկալ բաներ է բայց ավելի գրելու խաղեր կա, տենց խաղեր կա, ինչը որ ուղեղը կոնկրետ մարզում են, բայց ու կան շատ տարբեր տեսակի նման բաներ, այս 3-ը պարզ օրինակներ էին, դրա համար հեշտ է ասելը, որոնք տարբեր բաներ են մարզում։ Մեկը կրեատիվիտետն է մարզում, մյուսը հիշողությունն է մարզում, մյուսը տեսողական հիշողությունն է մարզում, որովհետև պատկերացնում ես վարժություններով մարզել քո ուզած հատվածը։ Այո, նույնիսկ ուզում ես զարգացնել ստեղծարարությունը, այս վարժությամբ կարող ես մարզել։ Հենց դրա մասին այդ գիրքը։ Իսկ երբ լույս կտեսնի։ Այս պահի դրությամբ 2 տարբեր կոմպանիաների հետ խոսում եմ, որ չեմ կարողանում դեռ որոշեմ ում հետ։ Բայց գիրքը պատրաստ է, իհարկե բնականաբար թե որ կամպանիան կվերցնի, իրանք մեկ ապրիլիկը բաներ ուզեն փոխեն, բայց գիրքը պատրաստ է։ Եթե սևագիրքը կարդաք, non-disclosure-ով կտամ կարակ կարդաք։ Շատ սիրով, մեծ սիրով։ Սկիզբը տխուր է, որովհետև պատմում եմ ինչի եմ որոշել այս գիրքը գրեմ ու ոնց ես այդ խաղերով իմ մանկության խաղերով ես իմ հիշողությունը շատ արագ հետ բերեցի, ինչը ոչ մեկը չէր հավատում։ Այսինքն փաստը կա, որ այդ ամեն ինչը աշխատում է։ Հետաքրքիր է։ Ու եթե մանկության ժամանակ խաղացած չլինեիք, հնարավոր էր, որ օգտակար չլիներ, թե դա այդքան էլ կապ չունի։ Չեմ կարծում, ես կարծում եմ, որ դրանք կոնկրետ ուղեղը զարգացնող խաղեր են։ Ու կոնկրետ ասենք մաթեմատիկական խաղեր էլ կա, որ արագության վրա է
պրիմիտիվ մաթեմատիկա է, բայց արագության վրա է, պետք է հասցնես, ասենք, կես րոպեվա մեջ 10 քանի բան անես, տեսնես ճիշտ ստացար պատասխանը, թե չէ, եւ այլ։ Դենց ու շատ հնարավոր է, որ արագությունը տարբեր լիներ, որտեվ ես իմ մանկության ժամանակ արել եմ, ասենք, խաղեր կա, որ իմ բալիկի հետ եմ խաղացել եւ այլը, ու այդ ինձ էմոցիոնալ հիշողություն էլ տվել։ Դրա համար ավելի արագ աշխատել, որովհետև դա էմոցիոնալ հիշողությունն էլ հետն այն սկսեցինք, չէ, նրանից, որ էմոցիոնալ բանը խարասխելը մեծ նշանակություն ունի, փաստորեն ինձ համար 2 level-ի է օգնել ինձ, բայց ես կարծում եմ, որ բոլորին դա կօգնի։ Ու մանավանդ շատ խելացի կանայք բանի մեջ են կոնկրետ ռիսկի զոնայում են Ալցհեյմերի։ Ու խելացի կանանց քանի տարիքը մեծանում է իրանց այդ ամեն ինչը պետք է։ Ես դեպ ուսումնասիրում էի, որ գոնե շաբաթական 3 անգամ գոնե քայլելը օգնում է առաջիկա 5 տարիներին 30%-ով կանխարգելել Ալցհեյմերի առաջացումը։ Միանշանակ, որովհետև քայլելը, պարելը, ֆիզիկական աշխատանքը, քայլելը մաքուր օդում, բայց իհարկե cross trainer-ի վրա էլ օքեյ է, բայց մաքուր օդին ավելի ճիշտ է։ Դա հիմա մաքուր օդն էլ մի քիչ հարաբերական է։ Հա ես ծանր եմ տանում Երևանի օդը տեսնելուց։ Բոլոր տեղերում շինարարություն է գնում։ Այստեղ հարց է առաջանում, որտեղ ավելի լավ քայլել։ Ճիշտ եք, բայց ասենք ինչի մաքուր օդը, որովհետև նաև բանն է փոխվում, չէ, տեսարանն է փոխվում անընդհատ։ Հա։ Էդ էլ նշանակություն ունի։ Ես օրինակ չեմ կարողանում այդ սարքերի վրա քայլել, մի տեսակ ուղեղս ստատիկ կադրը եւ շարժման վիճակում գտնվող մարմինս իրար հետ հակադրության մեջ են մտնում, չի հասկանում ինչ է տեղի ունենում։ Բայց ասենք այդ շատ կարևոր է, բայց ֆիզիկական վարժություններ էլ կան, որոնք էլի հիշողությունը հետ են բերում, քայլելը հետ են բերում, որտեվ քայլելը մկանային բարդ գործողություն է, որ մեր ուղեղը անում է իրականությունում, որովհետև մեզնից առաջ բոլոր մնացածը 4 ձեռքերի վրա են։ Հետո անցել ենք երկուսի, մյուս երկուսը ավելի ճիշտ բաների ենք օգտագործում ու արդեն մեր ուղեղը տարբեր բաների վրա աշխատում, հետո քայլելը մեդիտատիվ բավականին մեծ նշանակություն ունի նաև, իջնում է, ընկալում ենք մեր արածը, իսկ անընդհատ նստած վիճակում մեր ուղեղի իմպուլսները պակասում են։ Քայլելը նաև մկանային բավարարվածություն է բերում եւ այլն, դոպամին, սերոտոնին եւ այլ այդ ամեն ինչը գալիս է ու չի գալիս sense պիկերի ձևով, ոնց որ ասենք լենտա նայելուց, էլի շատ կարեւոր է, բայց այսինքն ընդհանրապես հասարակ քայլելով առանց մարզասրահի, առանց ինչ-որ հատուկ բաների մենք կարող ենք րոպե քայլելով կարող ենք մեր հիշողության ահագին գործողություն անել, բայց ասենք մի հատ էլ բան կա, երկու ձեռքով նույն վարժությունը անել, բայց տարբեր մատերիալներով։ Կամ օրինակի համար գնդակները երկու գնդակ ձեռքի վրա վերցնել, գցել, մի հատ սենց բռնել, հետո նորից գցել, մի հատ սենց բռնել։ Եթե ասենք մի քիչ երկար կարողանաս դա անես, ուղեղի աշխատանքը, ուղեղի խորությունը արտակարգ բան անում, զարգացնում է, կամ մի ձեռքին ինչ որ մի հատ թաշկինակ, մյուս ձեռքին գնդակ։ Ու կարողանաս հիշես որն է ծանր, որը թեթև, որ ճիշտ ձևի գցես, որ կարողանաս բռնես։ Ճիշտ ձևով բռնես, հա։ Ունիկալ երևույթ է։ Հետո այդ նույնը փորձես քայլելով անես։ Անդադ այսինքն մի level ավելացնելով, դա էլ է գրքի մեջ միջայլոց։ Ոչ միայն մտքի ինչ որ բաներ, հա, զարգացնելու, այլ նաև մարմնի զարգացումը, որը մտքի զարգացում է տալիս։ Հետաքրքիր է։ Ես նաև հիշեցի, որ ձախ եմ թեքվում, երբ կամ հորինում եմ, կամ ինչ որ երազում եմ։ Աջ կողմ, ու երբ որ աջ եմ թեքվում, հասանք NLP։ Ընդհանրապես այդ process-ը տեղի չի ունենում, անգամ եթե ջանք եմ գործադրում ինչ որ բան հնարել։ Դե նաև ես գրում եմ ու սիրում եմ ստեղծագործել երբեմն,
Այդ հետաքրքիր է, կապ ունի, թե գլուխը որ ուղղության վրա է կամ հայացքդ որ կողմում է։ Neurolinguistic programming, որը հենց հետազոտում է այդ աշկերի շարժումները նաև, թե ոնց է, ասենք, կամ ստելից կամ հնարելիս սուտնել դե կրեատիվ process։ Կրեատիվ process-ի վրա ժամանակ աչքերը մի ուղղությամբ են գնում, հիշողության process-ի վրա ժամանակ աչքերը մյուս ուղղությամբ են գնում, հուզական process-ի վրա մի ուրիշ ուղղությամբ են գնում, դրա ստանդարտներ կան եւ այլը եւ այլը։ Հա, կա այդ ամեն ինչը ու դա շատ ստանդարտ երևույթ է, բայց այն հիմա փորձում եմ հիշեմ նույն բանը, ես այդ նորմալ է, բայց դա օգտագործել ինչ որ ձևով է սպայդրության բացի են որ մենք դա գիտենք, օգտագործվում է մենակ շատ տարօրինակ տեղեր, որոնք չեմ ուզում ես հիմա խորանամ, ու այդ ասենք neurolinguistic programming-ը ինքը իրանով բանն է, էլի մի հատ մի գիտություն չի, տարբեր գիտություններից կտոր վերցրած հավաքած է մի հատ սնդուկի մեջ անուն է դրած վրան, բայց եթե խորանում ես, ասենք, այնտեղ նեյրոլոգիա է, հոգեբանություն է, լինգվիստիկա է, մաթեմատիկա է, տարբեր կտորներից հավաքած իրար հետ դրած է, հետաքրքիր բան է, կարելի է լսել կարդալ, ես որ հոգեբանություն էի սովորում, այդ ժամանակ մի հատ կուրսային աշխատանք եմ գրել, ստելը ու մանիպուլյացիան լավ բան է, թե չէ, ու օրինակը բերել եմ Շահիրիզադայով, Հազար ու մի գիշերի, որ եթե ինքը չկարողանար մանիպուլյացիաներ ստեր, ինքը այդքան կյանքեր չէր փրկի, քանի աղջիկա կյանք փրկեց, ինքը իր պատմություններով, որ անդադ կարողանում էր պատմել, անդադ կարողանում էր մանիպուլատիվ ճիշտ պահին էլ ասել մնացածը վաղը հոգնեցի, ու այդ process-ները, ասենք, ունեն միշտ երկու կողմ, ու այդ էլ է կրեատիվ process, ու լավ է որ նկատել եք, բոլոր մարդիկ չի որ նկատում են։ Պատահաբար եմ նկատել, հաճախ Սյունիքում եմ ապրում, Սիսիան Երևան գնալուց, աջ նստելիս ու ձախ նստելիս, երբ պատուհանից դուրս եմ նայում, լրիվ փոխվում է մտածողության թեման։ Այդտեղից ասեցի մի րոպե։ Ինչ որ նշանակություն ունի, հա։ Կարևոր է։ Ունի։ Եթե ձեր աշխատասեղանը խոսեր, ինչ կպատմեր ձեր մասին։ Այ կասեր ես աղջկան, ասեք ինձ մաքրի, մեղք եմ, ինչ ասես կավրես, սկսած մի տարի առաջվա ձեռագիրը, որ ձեռքով գրել եմ ու դեռ չեմ հասցրել տպեմ, վերջացրած, երեկվա կերած, կորիզներից, ինչ եք կերել, բան եմ կերել, սալոր եմ կերել ու կորիզները թողել եմ սեղանի վրա, ասեցիք հիշեցի, իմ աշխատասեղանի վրա ամեն ինչ կա, ու շատ, ու գիտեք ինքն է հետաքրքիր, որ կողքից նայեք ձեզ կթվա քաոս է, բայց եթե դուք ինձ կոնկրետ ասեք ինչ դոկումենտ եք ուզում, ինչ եք ուզում, ես մի վայրկյանում ճիշտ ուղղությամբ ձեռքս կտանեմ, ճիշտ չափով կբարձրացնեմ, մի թուղթը կհանեմ, մի դոկումենտով կտամ ձեզ, դա կրեատիվ քաոս է, որը ձեզ պետք է առանց դրա իմ մոտ չի ստացվում, ծանր է, բայց փաստ է, ու ասենք 1-2 ամիսը մի անգամ ինքը սիրուն մաքրվում է, հավաքվում ամեն ինչ իր տեղն է դնում, արխիվացիա է ալնում, ու այն ինչ որ դեռ պետք է աշխատվի, to-do է գրվում, հետո 3 ամսվա մեջ այդ to-do-ն կորչում է, ու նորից պետք է մաքրվի, 3 ամիսը մեկ բան է, տենց կապիտալ վերանորոգում եք, ու ինքը լիքը բաներ կարա պատմի, թե ոնց եմ ես միտեղից միտեղ թռնում, որ մեկ եկամ ոնց եմ, իհարկե Էվրիկա չեմ գոռում, բայց ու գնաց, սաղ փակեցի, անցա մի ուրիշ բանի, սկսեցի նկարել եւ այլն։ Նկարում եք էլ։ Ոյ հո, լավ էլ նկարում եմ։ Ասենք լավ բժշկի համար լավ, էլի նկարիչի համար լավ չէ, բայց դիմանկարներ եմ նկարում, բան եմ նկարում,
կենթանիներ եմ նկարում, մատիտով ածուխով եմ սիրում նկարել, բայց բանով եմ նկարում, գուաշով եմ նկարում, յուղաներկով եմ նկարում, նայած դրամատրության ջաներկել եմ սիրում, նկարելը իմ փախնելու տեղերից մեկն է, ասենք բացի այգիս, նաև նկարելը սիրում եմ շատ։ Լավ թերապիայի ձև է։ Որ մեծանամ, մեծ աղջիկ դառնամ, կարող եմ նկարիչ դառնամ։ Հա։ Եթե stand-up comedy-ին չստացվի, կարող եմ նկարիչ դառնամ։ Ես իմ մասին տեղեկատվություն եմ նկարելով հանում, հոգեբանի մոտ որ գնում էի, գիտեր որ գրելով ստում եմ, գրելու կեսից անկախ իմ կամքից հորինում եմ, ստեղծագործում եմ ու հնարավոր չէր տեքստային վարժություններով որևէ բան դուրս բերել։ Ու նկարելը, որ իմ մոտ ամենավատն է ստացվում, շատ լավ տեղեկատվություն է բերում, հատնում դեմդ ու տեսնում ես էլի։ Ով ես, ինչ խնդիրներ ունես, ինչ հնարավորություններ ունես, ինչի մասին ես մտածում։ Հա, այդպես։ Ասեք 3 փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ, մեկը սուտ։ Թող մարդիկ գուշակեն, որն էր սուտը։ հետաքրքիր հարց տվեցիք, այդ տեստը անում եմ ուսանողներիս հետ, բայց հիմա այնքան բան պատմեցի, արդեն էլ չեմ կարա դա անեմ, ուսանողներիս հետ կոնկրետ այդ տեստը անում եմ։ Հա։ Ես լողի չեմպիոն եմ։ Ես իմ թխած ամենամեծ տորտը եղել է մոտավորապես 35 կիլոգրամ, 3 հարկ ու մի ունիկալ համով շատ սիրուն մեծ տորտ եմ թխել։ Ու երրորդը ես չինարեն խոսել գիտեմ։ Շատ հետաքրքիր էր։ Պատասխանը մենք ոդկասթից հետո կնկարենք ու կուղարկենք։ Դու հիմա ուղիղ եթերում փորձի գտնես որն էր ճիշտ։ Չէ, ես հիմա չեմ ասի, իմ կարծիքը հետո կասեմ, որովհետև մենք հետո ճիշտ պատասխանն էլ կնկարենք ու կուղարկենք մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած մարդկանց։ Ես լավ, իմ կարծիքը վերջում կասեմ, ամփոփենք, հետո կխոսենք։ Շնորհակալ եմ շատ, Կարինե ջան, իմ կարծիքով շատ հետաքրքիր ու բազմազան զրույց ունեցանք, բժշկությունից մինչև նկարչություն, մի քիչ այգի հասանք։ Շնորհակալ եմ շատ, շատ հաճելի զրույց էր։ Ես մեծ հաճույք ստացա, շատ շնորհակալ եմ։ Մի քիչ զարմացրեցիք ինձ, թե ինչքան ինֆորմացիա ունեք իմ մասին։ Բայց հաճելի էր, շատ հաճելի էր, շատ շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։